Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապակն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Ագրարային համալսարանի արդեն նախկին ֆիզիկայի դասախոս Գվիդոն Մատինյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Մատինյան, շատ շնորհակալ եմ, որ եկել եք, կրկին անգամ եք եկել, առաջին անգամ, նախ բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար, սա նաև իմ խնդրանքն է, սա երրորդ անգամ է ես ձեզ մոտ եմ։ Երրորդ անգամ եք։ Երրորդ անգամ է, բայց այն երկու անգամը ազատ խոսափող ձևաչափում եմ խոսել, այսօր շատ հաճելի է, որ ձեզ մոտ արժանանում եմ հարցազրույցին հնարավորություն։ Դա արժանանալ չէ, ես եմ արժանանում, իրականում խնդիրը այսպես է, երկու անգամ դուք ահազանգել եք, այն ժամանակ դուք ֆիզիկայի դասախոսն եք համալսարանի Եվ երկու անգամ մենք ձեզ հնարավորություն տվեցինք ազատ խոսափող հաղորդաշարի շրջանակներում բարձրացնել այն խնդիրները, որոնք ձեզ եւ ձեր գործընկերներին անհանգստացրել էին։ Խոսքը գնում էր Ագրարային համալսարանի հետ կապված խնդիրների մասին։ Ես այսօր մեկ անգամ եւս լսեցի անցած տարի, ուղիղ 1 տարի առաջ, անցած տարվա օգոստոսին էր ձեր այդ ելույթը մեր հաղորդաշարով ես կրկին անգամ լսեցի ձեր այդ ելույթը եւ բազմաթիվ հարցեր այսօր ես կբարձրացնեմ այդ ձեր ելույթի հետ կապված, որպեսզի պարզեմ լուծվել են խնդիրները, թե ավելի խորացել են։ Պարզապես մեր լսարանին ասեմ, որ այդ ելույթից հետո, անցած տարվա օգոստոսյան ելույթից հետո պարոն Մատինյանին նախ ազատեցին աշխատանքից, որպես պատիժ երևի, որ նա խնդիրների մասին խոսել էր Ագրարային համալսարանի եւ այնուհետեւ դատի տվեցին։ Այսօր պարոն Մատինյան, դուք կներկայացնեք մեզ, կարծեմ ինձ ասացիք 2 դատական գործ է գնում, այդ մասին կխոսենք։ Եվ այժմ 2 դատական գործով աշխատանքից ազատված լինելով հանդերձ դուք նորից գալիս եք որպեսի խոսեք, ահազանգեք, մեկը մեկնաբանությունում գրել էր ճիչը պարոն Մատինյանի, հոգու ճիչը, ինչու եք շարունակում պայքարել, ինչի դեմ եք շարունակում պայքարել, հանուն ինչի եք շարունակում պայքարել եւ ամենակարևորը, ինչու եք մենակ շարունակում ձեր պայքարը։ Համեցեք։ Այս Ագրարային համալսարանում խնդիրները ծագեցին 19 թվականին։ Ես արդեն ասել եմ, մենք կորցրեցինք մեր ուսանողներին։ Բու առանց ուսանողների մնաց։ Էլի էր կորցրել ուսանողներին, երբ որ քննությունները ընդունելությունը կատարում էր թեստավորման կենտրոնը, այն ժամանակ մոտարապես սրանից մի 20 տարի առաջ մենք նորից կորցրեցինք ուսանողներին, ուսանող չկային եւ մի տարի հենց որ կրախի առաջ կանգնեցին, ղեկավարությունը խելքը գլխին մարդիկ էին։ Գնացին նախագահի մոտ Սերժ Սարգսյանն էր հարց բարձրացրեցին, որ գյուղի սիուտը վերանում է, ընդունելության քննությունը բարեր է, որը գյուղի երեխեն չի կարող հաղթահարել, որովհետև գյուղում դպրոց չկա նախ կարգին, հետո բու ընդունվելու համար ռեպետիտոր է պետք, ռեպետիտոր չկա, եւ ռեպետիտրի համար էլ փող է պետք, գյուղի հասարակ մարդուն ռեպետիտրի համար ենել ագրոնոմիական մասնագիտության կամ անաստափող փող չի ճարվի որ տա, եւ բանը օգնեցին Ագրարային համալսարանը ընդունեցին առանց ընդունելության քննությունների, առանց 2010 թվականներ թե հենց այդ թվականներից սկսած, ու գիտեք ինչ հրաշալի բան եղավ։ Այդ գյուղի երեխեքը, ասենք առանց ընդունելության քննության կարող է 1/2-ին գումարած 1/3 չգիտեն, չէ, եկան, բայց գյուղի աշխատող մարդու երեխեք էին, նրանց դասային առարկաներից որ ընդունելության քննություն պիտի տային նրանք։ Ղեկավարությունը բոյի որոշեց, որ այդ առարկաների ժամերի քանակը կրկնակի եռակի դարձնել։ Արդեն երբ որ ընդունվել են իրենք, հա, առաջին ոչ թե ընդունելություն, այլ հավաքագրեցինք։ Թիրախավորված։ Եվ հիմնականում գյուղից էին երեխաները։ Միայն գյուղից։ Որոնք պետք է վերադառնային գյուղ եւ աշխատեին։ Գիտեք ինչ, ես լավ չեմ հիշում, այդպես պայման դրված էր այն ժամանակ, բայց գիտեք 99% նորից վերադառնում էին իրանց գյուղ, առանձնապես քաղաքում էլ նրանք այդ մասնագիտություն որ սովորում էին, քաղաքում անելիք չունեն հաղթ։ Նրանք հողի հետ, անասունի հետ։ Դա ոնց է ծագում այդ բանը։ Հիմա մեկ մեզ ասում են, գիտեք, Ագրարային համալսարանը գրավիչ չի դրա համար ուսանող չունի։ Դա
պաշտպանվելու ձևը այս խայտարակությունն անողների համար։ Գրավիչում համար։ Քաղաքի երեխու համար գրավիչ չի, անաստաբույժ ագրոնում ագեգործ դառնա, դա ավարտի ինչ անի, բայց գյուղի շինական մարդը, երբ որ հողի վրա քրտինք է թափում, հետո տեսնում է իր քրտինքը արդյունք չտվեց հողը, այգին արդյունք չտվեց, շրջվում իր երեխուն ասում է մասնակետ չկա գյուղում, այդ տղա վեր կասլա գնա բու Գնա տեսնենք, ես մեր հողը անալիզ անելա պետ, մեր այգի ես վնասատուներին պայքը ծնվում է, սենց ծնվում է գրավչությունը, գյուղի երեխեքի համար շատ լավ գրավիչ է։ 19 թվականին բուի ղեկավարությունը որ փոխվեց, այդ երեխեքի հետ այնպեսի լավ արդյունք եղավ, այդ որ կրկնակի դասավանդում բան, 3 տարի անընդհատ այդ տարիներին ագրարային համալսարանի սովորող ուսանողները միջազգային օլիմպիադաներում գրավում էին առաջի տեղ։ Ընդ որում մի անգամ մի օլիմպիադայի առաջի տեղ են գրավել, գիտեք ոնց, ասենք երկրորդ, երրորդ տեղերը դատարկ է մնում։ Այդ ձևի մակարդակ էին ապահովում այդ երեխեքը։ Ես տարիներով երկար եմ պարապել։ Այդ տարիների երեխեքը, որ առանց ընդունելության էին գալիս։ Ես այդպես լավ երեխեք չէի տեսել։ Հասկանում եք։ Եվ հանկարծ եկան ղեկավար եկավ ռեկտոր եկավ պարոն Ուռուտյանը եւ ասեց գիտեք ինձ որակա պետք առանց ընդունելության քննության մարդ պետք չի եւ փոփոխվեց կարգը ես չգիտեմ հիմա ինքը անձամբ դա արեց թե նախարարությունն ասեն այն ժամանակ նոր նախարար էր Արայիկ Հարությունյանը թե իրան ասեցին չէ գյուղինստիտուտն չի պետք է արտոնություն ունենա մյուս բուերի այսինքն հասկանում եք հենց դա զուգադիպես նաեւ նրա հետ որ վերացավ նաեւ գյուղնախարարությունը ու կրթության նախարարությունն էլ ըստ էության վերացավ 4 նախարարություն միացան ու ասենք Արայիկ Հարությունյանն նրա գյուղատնտեսությունից դա դժվար բան իմանալ կամ ինստիտուտի մեջ նա բան խորանալ եւ գիտեք այդ պատճառը ես չգիտեմ Ինձ 3 անգամ հնարավորություն է եղել պարոն Ուռուտյանին հարց տամ մեկը մեծ դալիճում երկուս իր կաբինետ Պարոն Ուռուտյանը նոր ռեկտոր Այո 19 թվականին ինքը եկավ ռեկտոր Ես իրան հարցրել եմ դատարկ լսարանում մենք որակ չենք կարող ապահովել ինքը ասում էր որակապ է ինքը լռում էր ես էլի դրանից հետո եկավ ես 21 22 23 թվերին ես էլի իր կաբինետում ընդունելություն գնացինք բան արեցինք ես ասի սա չի լինի պատկերացնում եք հենց 19 թվին մենք ունեցել ենք 448 ուսանող այդ դեռ ինքը չէր եկել 20 թվին այդ ուսանողների թիվը միանգամից դարձավ 85 որից 50-ն էին գյուղատնտեսական մասնագիտություն դեռ կա տնտեսագիտական մասնագիտություն դա ես չեմ համարում գյուղի հետ առնչություն ունեցող հələ տեսեք այսպես եկավ բանը 23 թվին 17 հոգի մարդ ընդունվի 448-ի փոխարեն գյուղատնտեսական մասնագիտություններով 24 թվին 18 հոգի մարդ Այսինքն գյուղինստիտուտ եւ հիմա անցած տարի ընդունվել է 36 հոգի բանը 69 հոգի բուն գյուղատնտեսական մասնագիտությունով 36 հոգի ընդունվել Պարոն Մատլյան մեկ վարքյան այդ թվերը կարևոր են որ դուք ներկայացնում եք բայց ձեզ կարող են հակադարձել եւ ասել որ դա բոլոր ֆակուլտետներում եւ ԵՊՀ-ում կան ֆակուլտետներ որտեղ շատ քիչ են ուսանողները ձեր հիմնական միտքը այն է որ գյուղին նախ անհրաժեշտ են այդ մասնագետները եւ երկրորդը դուք համարում եք որ պարզապես չեն կարողանում գյուղից դուրս եկած շրջանավարտները ընդունվել բուխ նրանց օգնել է պետք բայց ցանկությունը կա եթե մյուս համասարաններում ուրիշ ֆակուլտետներում էլի քիչ են շրջանավարտները դիմում եւ քիչ ուսանող են լինում այնտեղ չեն ցանկանում պարզապես գնալ այս ֆակուլտետները այստեղ ցանկությունը կա դուք համարում եք բայց հնարավորությունը չկա այո եւ դուք ուզում եք ասել որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել, հատուկ արտոնյալ իրավիճակ ստեղծել գյուղից դուրս եկած շրջանավարտների համար, որպեսզի նրանք գան սովորեն եւ վերադառնան գյուղ աշխատելու։ Այո, ցանկությունը նրանց մոտ կա, հնարավորությունը չկա։ Այդ որ ցանկությունը կա, միջև այս կարգի փոխվելը 10 տարիների ընթացքում ապացույցն է դրա Մենք 500 ուսանող գալիս էին գյուղից 500 ուսանող արկա, 500 ուսանող մոտարապես գալիս էին հերակա։ Ընդունելությանը ԳԹԿ-ով որ ասանք ընդունելության քննության։ Տիկին Ժաննա Անդրեսյանը ասում է 75000 թոշակ եմ նշանակում այդ գյուղի երեխեքի համար։ Փողով չես կարա գրավիչ սարքես։ Գրավիչ մասնագիտությունները գրավիչ են մարդկանց համար ըստ համոզմունքի։
Բայց նա այդ փողը դու ես տալի, նա չի կարող ԳՏԿ-ի քննություն անել։ Իմ կռիվը սրա համար է։ Անհասկացող մարդիկ անհասկացող որոշումներ են անում։ Ես կասեմ, հեսա ինչ անհեթեթ բաներ են անում։ Իրանք երևի մտածում են, հեսա, բանը անցած տարի մտածեցին, որ բանը քոլեջ ավարտածներին տան հնարավորություն, Երևանում ասենք, որ համալրեն ես 36 հոգին լրահամալրեն։ Մի 40-50 հոգի քոլեջ ավարտածներով համալրեցին, էլի երևաբնակ երեխեք առանց ընդունելության քննությունը ավարտվելուց հետո։ Հա, բայց Երևանի քոլեջ ավարտածին դու բերեմ համալրում ես, որ նա ուր գնա։ Ինչի քոլեջ ավարտածին միայն քոլեջ ավարտածին էլ առանց որևէ խտրականության, ասենք ծեփագործ քոլեջը ավարտել, բերում դասում է ագրոնոմ, ավակ դպրոցը գյուղի ավակ դպրոցի առաջին չես փակում դպրոց բանը բուհը։ Իմ այս տարիների այս առընթաց 2 տարի այս համառորեն կռիվ եմ տալիս, որ այս ԳԹԿ-ով քննությունները որ մցրեցին, որակի պահանջով 7 տարի է։ 7 տարի ագրարային համալսարանը ըստ էության վերացրել են որպես բու։ Նախ դա դարձել է քոլեջ։ Դուք ճիշտ եք, գյուղի երեխեքը ձգտում ունեն, իրանց համար հենց գյուղում աշխատելու որպես անասնաբույժ, մի 4-5 գյուղի անասնաբույժը ագրոնոմը դա ինձ համար, բայց նա հնարավորություն չունի, նա գիտի գնալու ընդունելության քննությունը հանձնի, կտրվի գնա իր տուն նստի, նա գիտի որ գիտելիքը չունի, դպրոցը չի տվել գիտելիքը, ինքը փող չունի ռեպետիրի մոտ պարապվի, 32 վարություն ասենք ֆիզիկայից կամ մաթեմատիկայից ոնց լուծի։ Մենք 7 տարի է բանը փակված է ագրարային համալսարան, իսկ մյուս բուհերում այս խնդիրը չկա։ Պոլիտեխնիկ ինստիտուտում, եթե մեքենայացման ֆակուլտետում ուսանողը քիչ է, ուսանողը գնում է ինֆորմատիկայի բաժին։ Բուը չի տուժում, այնտեղ 5 երեխա անտում է մեքենայացում, այսինքն естественно բնական ընտրություն է գնում այնտեղ։ Իսկ ագրարային համալսարանում բնական ընտրության ճանապարհը փակված է։ Պոլիտեխնիկ ինստիտուտում քիմիական ասենք ուսանող չկար, քիմիական արդյունաբերություն չկա, բնական ընտրություն է։ Բայց այդ խնդիրը չծագեց, որովհետև նույն մեխանիկները, մյուս մասնագետները ինչ որ չափով քիմիային անցնում, քիմիայի ամբիոնը պահպանվել։ Այսինքն ստացվում է Հայաստանում գյուղատնտեսություն չկա։ Չէ, Մենք գյուղմթերքներ ենք եւ արտահանում եւ հպարտանում եւ զայրանում, որ մեզ ասում են ագրարային պետություն եք դառնում, բայց ստացվում է, որ ագրարային պետություն էլ չենք, որովհետեւ գյուղնախարարություն չունենք։ Եվ դուք ասում եք ագրարային համալսարանը փրկության կարիք ունի, այսինքն դուք ասում եք, որ ագրարային համալսարանը դարձել է քոլեջ, նոր դուք ասացիք։ Այսինքն դա համալսարաններ շրջանավարտ չի տալիս նորմալ։ Միջև այդ գյուղատեսի բանը բուհում գյուղացի ունենք թե չունենք օնե դա ունենք թե չէ որը հողի հետ աշխատում է այո բանը նայեք լա սա խնդիրը գյուղի հետ հողագործ աշխատում է այն ժամանակ երբ որ գիտի արդյունք է ունենալու մենք այդ արդյունքն ենք վտանգել նայեք լա մեր գյուղատեսչական մեր ագրարայինի կադրերը ժամանակին որ գնացել են տարիներով անընդհատ ինչ հզոր կրթություն բուհեր մեր բուհը նրանք հիմա շարունակում են աշխատել նրանց հետևից եկող չկա Նրանք վերանում են 7 տարի է բուհը կադր չի տալիս արդեն նայեք լա այս տարի էլ 142 մարդ է դիմել է 142 մարդ ես տվյալները չկարողացա վերցնել այդ միջին ստատիստիկայով ամենաշատը 50 հոգի կանցնես 142-ից այդ 50-ից հազիվ 30-ը տնտեսագիտական մի 20-ը հազիվ անցնեն այն մնացած մասնագիտություն մնացածը որն են 20-ը կմնա այն 16 մասնագիտությունների համար 20 հոգին բաժանեք 16-ի Մի քանի մասնագիտություն թվարկեք որովհետև ես գիտեմ ձեր անցած տարվա այդ ելույթից ես հասկացա որ մասնագիտությունները ֆակուլտետներն էլ են փակվել մասնագիտություններն էլ են փակվել Դե նայեք անցած տարի Ինչ է մնացել Անցած տարի ագրոնոմիայի ֆակուլտետի դեկանը սեպտեմբերի 1-ի հանդիպում էր կատարում 2 ուսանողի հետ Ագրոնոմիան հիմքն է, նա պետք է ունենար առնվազն 30-ից 40 ուսանող Եվ այդ երեխեքը հաստատ կգային, եթե այս ընդունելության քննությունը չմցվեր մեր բու բանը, այս մասնագիտություններ կա, որ իրոք, ասենք, սելեկցիա գենետիկա կամ բույսերի պաշտպանություն բան, ոչ մի ուսանող չի մնում Գալիս են ասենք մի 4-5 ուսանող գինեգործություն տեխնոլոգիա, մի 4-5 ուսանող սննդի անվտանգություն, որ Ես մի 10-15 հոգին ընդունվում են ու փակվում է մնացած բոլոր մասնագիտությունները ուսանող չկա 7 տարի է դու հիմա պատկերացնում եք այդ ամբիոնների վիճակը այդ ամբիոնները վերացել են արդեն ամբիոն ստեղծելը բուհում գիտեք ինչ գիտական գործողություններ ամբիոն ստեղծելու համար այդ մասնագիտության պետք է 4-5 հատ դոկտոր ունենաս գիտու տեխնացու բան որպեսզի ամբիոն ձևավորվի այդ բոլորը քանդվել է
քանդվել, ամբիոններն են միացրել, առարկաներն են միացրել, ուսանող չունենալը, ասենք ֆիզիկայի ամբիոնում 19 թվականին կար 14 հաստիկ ֆիզիկայի։ Հիմա այնտեղ արկա ուսուցման համար մնացել է կես հաստիկ։ Դուք դասախոսների մասին եք խոսում։ 4-5 դասախոս են մնացել են, ես էլ արդեն չկամ, այս պատճառով եմ եղած բանը, որոնք պարապում են քոլեջում։ Հիմա նայեք հլա, սեղ ավելի վատ բան եղավ։ Բուը ուսանողներից զրկվեց եւ ոնց որ ասած բուի իմիտացիա որպես Անտոն Քոչարյանի անվան քոլեջը, որ էլի մեծ էր պատկան, բերեցին բուի տարածք։ 10-րդ դասարանցիներ բերեցին բուի տարածք, այնտեղ հիմա այս բոլոր դասախոսները այդ քոլե 10-րդ դասարանցիներին են պարապում, այդ 10-րդ դասարանցիներին վերցրել են 50,000 դրամ փոշակ են նշանակել։ Տեսեք լա նախարարի մտածողությունը։ Ես 3 տարի ստացել եմ 33,000 դրամ աշխատավարձ։ Իմ առջև նստած ուսանողը ստացել է 50,000 թոշակ։ Ինչի համար։ Եվ ինչն է զարմանալու։ Համասարանի ֆիզիկայի, մաթեմատիկայի ֆակուլտետ գերազանց սովորող երեխեքից թոշակը կտրել են, թոշակ չեն ստանում նրանք։ Բերել ես դու 10-րդ դասարանցի քոլեջին տալիս է, այդ մեր քոլեջի Անտոն Քոչարյան քոլեջը, որ իմիտացիա գնում, որ բուհը գործում է, այդ քոլեջ ավարտած երեխեքից 99.99% չի գնալու գյուղ։ Քաղաքաբնակ են, գիտեք ովքեր են քոլեջ գալիս, դպրոցի վատ սովորող երեխեքը։ Դպրոցի լավ սովորող երեխեքը անոնով ինչ որ ավագ դպրոց են գնում, ռեպետիտոր մատում եւ ես այդ լսարանում պարապել եմ, կրակ ու պատիժ, այդ երեխեքին բան չես կարող։ Դու 10-րդ դասարանցի երեխեք են, դու նրանք հիմնականում գալիս են հենց այդ թոշակի համար։ Նրանք գյուղ չեն գնալու։ Սենց փողերը, պետական փողերը, որ պետք է ծառայի ուսանողի համար, ասենք մենք ուսանողներին բերեինք գյուղից առանց քննության։ Հանրակացարանը տայինք, թոշակը տայինք, առավոտը մեր բալավոտի տնտեսությունից կատ բերենք, ճաշարան աշխատացնեինք, ճաշարանն են փակել շահավետ չլրու պատճառով, խայտարակ բան ու պահենք ուսանողությանը։ 7 տարի է, այս աղետը կատարվում է բուհում։ 7 տարի է եւ ինչն է ինձ վրդովեցրել անցած անգամ, ես ասել եմ արդեն այն մեր հանդիպումում, որ ասենք հազիվ ես ազգային ժողովում չկարողացա Ժաննա Անդրեսյանին հասցնեմ կարողանամ հարց տալ։ Հենց փորձում էի հասնել իմ դեմը փակում էին, ասենք այն հարց ու պատասխանի օրը։ Մի հոգի չգիտեմ ով հարց էր տվել, որ անցած տարի agrarային համալսարանում բանը ինչի վիճակը ծանր։ Ինք ուրախ ասեց, գիտեք agrarային համալսարանում շատ լավ հաջողություն ունենք, ընդունվել է 1924 ուսանող։ Ուրեմն ինքը ճիշտ է ասում։ Իրան բուը բանը քոլեջներ ունենք Սիսիանում, Լենինականում, Գյումրիում։ Մեր քոլեջը գումարել են այդ բոլորը իրար։ Բայց քոլեջը ոչ համալսարանը։ Հա։ Ամբողջ հանրապետությունով, ամբողջ ժողովրդին, ամբողջ ազգային ժողովի ամբիոնից կրթության նախարար Տիկին Անդրեսյանը կապեց։ Ասեց 1924 ուսանող ընդունվել agrarային համալսարան։ Ես այդ ժամանակ 18 ուսանող գյուղատնտեսական 16 մասնագիտությունների համար մենք ունեցել ենք 18 ուսանող, 62 ուսանող, որից 44-ը տնտեսագիտական բլոկում։ Ընդամենը 18 ուսանող ունեցող այդ տարի ընդունված երեխեքի դիմաց նախարարը ասում է 1924 ուսանող։ Ինչ է թաքցնում Տիկին Անդրեսյանը։ Ես երկիրը Իրանը չի։ Հիմա երրորդ դատական գործն են բացելու ձեր դեմ։ Ես թիվը իրա հետ բացեն անեն, ես դատական թող բացեն ինչքան ուզում են, ես պատրաստ եմ դատվելու, ես եթե դատը տարվեմ, Տիկին Գայանե, այդ դատի պահանջի մեջ կա նաև մի բան, որ ես պիտի գամ ստեղ ձեր ստուդիայից ներողություն խնդրեմ, ես վազելով գալու եմ այստեղ, ձեզ խնդրեմ, եւ պարոն Ուռուտյանին ներողություն խնդրեմ, որ զրպարտել եմ իրան, ինքը ես չի արել, եթե ապացուցեն, որ դուք զրպարտել եք։ Ես համոզված եմ իրանք հաղթելու են այդ դատը։ Հիմա արդյոք կլի ես կասեմ, ես գալու եմ ներողություն խնդրեմ եւ այդ ինչ ֆինանսական տուժ որ պահանջեն ինձնից դատարանով։ Ես հանգանակություն եմ հավաքելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության շրջանակում միայն։ Ինչու՞։ Կանգնել այս բոլորի պատճառը քաղաքացիական պայմանագիր կուսակցությամբ ձևավորված կառավարությունն է։ Այս նախարարին բերել է Արայիկ Հարությունյանը։ Այս ռեկտորին բերել է Արայիկ Հարությունյանը։ Ես կասեմ այդ բերելու պատմությունը մոտորապես ոնց է եղել, իհարկե տեղյակ եմ։ Հիմա բուհի խնդիրների մասին։ Բուհը
Դատապարտված ենք, այս տարի էլ դատապարտված ենք ուսանող չունենալու Պարոն Մադենյան, մեկ վարքյան, Ժաննա Անդրեասյանը այս թիվը տվեց 1924, նկատի ունենալով, որ այդ քոլեջներում, ձեր թվարկած քոլեջներում այդքան շրջանավարտ կա, 10, 11, 12 դասարանների, բայց դուք չէ, որ ասում եք, որ այդ դասարան քոլեջներից նրանք բերում են բուհ են բերում, ագրարային համալսարան են բերում, այսինքն սրանք ինքը գուցե նկատի ուներ, որ պոտենցիալ ուսանողներն են լինելու եւ դուք ինչ ստատիստիկա ունեք, ինչ վիճակագրություն ունեք, արդյոք իսկապես այդ շրջանավարտները, այդ քոլեջների, իսկապես 1924 հոգին մտան բուհ Հասկացանք, չէ՞ իրար։ Դուք ասում եք, նրանք քոլեջը պահում են որպես տեղ, բազա, որտեղ պատրաստում են։ Ճիշտ է։ Իմ էս կռիվների արանքում ես որ եւ հերրակայի։ Բայց արդյունքում այդ 1924-ը մտավ բուհ, թե չէ։ Չէ, 1924-ը ոչ մի տարբերակ չունի բու մտնելու եւ բու մտնելու խնդիր էլ չունի։ Բու մտնելու խնդիր էլ չունի նա։ Բանը, հիմա նայեք լավ։ Նայեք, էսի աղմուկի վրա, իրանք 2 տարի առաջ թույլ տվեցին բանը հերական նստի առանց քննության։ Այսինքն վերականգնեցին միայն հերակայի համար այդ առանց քննության նստելու կարգը, բայց այդ էլ մի հիմարություն արեցին։ Բառից բուն իմաստով, միայն քոլեջ ավարտածները։ Բայց քոլեջ բանը գյուղի երեխեքը քոլեջ չեն ավարտել։ Քոլեջ ավարտել են միայն քաղաքում ապրող այդ երեխեքն են քոլեջ ավարտել եւ մենեն հերակա։ Ստացիոնար այդ երեխեքից բանկա որ պետք է կարմիր դիպլոմ ունենան։ Իսկ քոլեջը կարմիր դիպլոմով 10-15 հոգի ազի մարդ ավարտում, դրանցից համալրում են, ինը շատ քիչ Արկան այդ քոլեջին արկա փակված է էլի ճանապարհը։ Անկամ քոլեջից արկա փակված է, կարմիր դիպլոմ պետք է ունենան, բայց հերական թողեցին առանց քննության ու միայն քոլեջ ավարտածներին։ Այստեղ ինձ թվում է էլի ֆանտաստիկ սխալ բան արվեց։ Սխալ բան, նայեք լա, ես դաս տվեցի այդ հերականերին։ 2 տարի դաս տվեցի իմ այդ աղմուկից հետո կամ իմ աղմուկը կապ չուներ իրանք ես գիտության կոմիտեում գնացի զրույց ունեցա մի ժամ ու կես իհարկե բաներ իրանց բացատրեցի ես բոլորը բացատրել իրանք են որոշում կայացնում երևի Ժաննա Անդրեասյանը ման դեռ էլ մի հատ հայության կա բան մի խոսքով նրա հետ ես խնդիր կա մի խոսքով իրանք էս հերական մցրեցին միայն քոլեջ ավարտածները ես դաս էի պարապում դրանց հետ ուրեմն լեփլեցուն լսարանը նստած է բոլորը հերախոսի մեջ բոլորը եւ ով ուշացած գալիս ես հարցնում եմ ինչ է ուսացել ծառայությունից բան Երևանում կամ ասենք Հայաստանում ինչքան օրգանի աշխատող կար որին բարձրագույնի դիպլոմ էր պետք ու քոլեջ էին ավարտել բոլորն եկել էին նստել որպես ուսանող նրանք գյուղ գնալու խնդիր չունեին հարց ինչի ես քոլեջ ավարտացին դու առաջ կար այդպես բան բայց պիտի հենց այդ տարին ավարտած լինեիր քոլեջը, որ գիտելիքդ մոռացած չլինեիր, եւ ըստ մասնագիտության, եթե դու գյուղմեքենայացման գծով ես քոլեջ ավարտել, պիտի գյուղմեքենայացման գծով նստես հերրակա առանց քննության։ Հիմա սրանք կապ չունի, քանի տարի առաջ ես ավարտել, ով եկա բոլորին ընդունեցին 500 հոգի բան, այդ ուսանողներին, բոլորը օրգանի աշխատողներին, նրան, այսինքն դարձավ այս բանը, այս փոփոխությունը դարձավ մի ոնց որ ասած դիպլոմ տալու բան հիմնարկ մի անգամ սխալվեցի ես տելեսարանում պարապում եմ խոսում եմ բնության օրենքներ բան մտածում եմ որ կյանքի համար կարևոր է գրավիտացիոն դաշտի մասին ասենք տիեզերական ձգողության օրենքն իմանա բան հա տեսնում եմ ընդամենը 2 երեխա են առաջը նստած տետրով մնացածը հեռախոսներով նստած են բան ասում տղեկ ձեզ հետաքրքիր չի բա ես լա տեսեք ինչ կարևոր բաներ եմ ասում բան պետները չի ես ներկա բացակա արեցի ու ասեցի փորձ անեմ ասի տղեկ ես ներկա բացակա արել եմ ում հետաքրքիր չի դասը լսանից դուրս եկեք բոլորը միանգամից վեր կացան բացի այս 2 հոգին դասը ծախողում էր հազիվ թռա դրան առաջը փագեցի ասեցի նստեք լարա մեզ մարդիկ եք կյանքի ժամանակ վճարում եք եկել եք արա դուք փողը կամուն եք տալի ես գիտելիք եմ տալի բոլորը դուրս էիք գալիս չեք ամաչում բա նորից նստացրեցի իհարկե ես չէի կարա թողեի այդ փորձ արեցի սա տեսեք լա եթե ճիշտ մարդիկ չեն աշխատում ասենք բուի ղեկավարը նախարարը կառավարությունից ինչ անում են վատ ա լինում Ինչ անում են բացասական հետևանք Այս տիկին Անդրեասյանը ասեց բոլոր ով ուզում է թող նստի մագիստրատուրա
85,000 թե 80,000 դրամ թոշակ եմ տալի։ Ինստիտուտում ինչքան դասախոս կար, վեր կացան գնացին մագիստրատուրա գրվեցին։ Ծիծաղելու բաներ։ Դասախոս կար անգամ ինչ ասեցին գիտությունների տեխնոլոգիա անգամ գնացել որ այդ իր թոշակը ստանա։ Այդ թոշակ տալը հիմար ձևով վնաս է բերում։ Հիմա քոլեջը բերել են, քոլեջը ինքն ասում է 1924 թիվ սեղեմիտացիա ա գնում որ ագրարային համալսարանը գործում է։ Սա շատ վատ բան է։ Նշանակում է իրանք կարող չեն փոփոխություններ առաջարկել կառավարությանը։ Իրանց մոտ իդեա չի կարող ծագել, որ փոփոխություն առաջարկեն։ Ագրարային համալսարանը նորից ընդունի ուսանողների, գյուղի երեխեքին բերի, փայփայի, սիրի, հանրակացանում տեղ տա։ Ախր մենք ուրիշ շատ կարևոր բան ենք կորցնում։ Մենք կորցնում ենք ոչ միայն այս ուսանողությանը։ 90 տարի ձևավորվել է գիտական միտք, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ գյուղում, իրանք այդ փորձերը, այդ գիտությունն արել, ու այդ գիտությունը երեխեքին դասավանդելու մեթոդիկա են մշակել։ Իրանց անձնակազմով, իրանց ասիստենտներով, պրոֆեսոր Ղանդիլյանը որ լեկցիայի էր գնում, մեկը պլակատներն էր տանում ասիստենտներից, մեկը ցուցափայտներ տանում, այն մի քանի հոգի խալաթով մտնում էին, հետո ինքը որ գնում էր դաշտ գիտական փորձ անելու, այդ իր ասիստենտները շարունակում էին այդ դասը, դա հետո ուսանողներին վերցնում տանում էին դաշտ, մի հզոր գիտական կենտրոն էր, ես ֆիզիկոս մարդ տարիներ առաջ գնացի այդ բու, իմ տեղը չէր ուրիշ տեղ աշխատանք չճարեցի, գիտական աշխատանքի զուգահեռ գնացի ագրարային համալսարան։ Որ թվականից եք այնտեղ։ 80 թվականից, 81 թվականից, հա վաղուց եմ, ինձ համար տան նման է, գիտեք վատը որն է։ Ես այդ ակադեմիկոսներին, այդ գիտնականների հետ շփվել եմ։ Մաթեոսյանը, Ղանդիլյանը, Գյուլխասյանը, այնտեղ այնքան Շավարժ Գրիգորյան, Ղազարյան Սարգիս, մի գիտնականներ, որ համաշխարհային մակարդակի, Մաթեոսյանը համաշխարհային մակարդակի հացաբույսերի մասնագետ էր, ակադեմիկոսը։ Նրանք ֆանտաստիկ գիտական գործեր էին արել, ֆանտաստիկ պոտենցիալ էին ստեղծել։ 7 տարի է վերանում է դա։ Ես համառորեն աղաղակում եմ, 7 տարի է վերանում է այս ամենը, այդ պոտենցիալը վերանում է, եթե ուսանողը չկա, դասախոսը չկա պարապող, եթե դասախոսը չկա, վերանում է այդ պոտենցիալը, հետո ում ես բերելու անասնաբուժություն պարապի կամ դա ես ասել եմ, իմ նման ֆիզիկայի դասախոս չեն նրանք, որ գիրքը կարդան բնության օրենքները պատմեն, չես կարա Վրաստանից, Ռուսաստանից մասնագետ բերես, Հայաստանի գյուղատնտեսությունը այնքան հարուստ է, ոչ մի տեղ այսքան հարուստ գյուղատնտեսություն չկա։ Այդ մարդիկ ամեն մեկը ամբիոններ էին ստեղծել, վերանում են այդ բույսերի պաշտպանությունը Սենիկ Երեմյան, Դիանակար, մի հրաշքին, ինչ պոտենցիալ էր ստեղծել։ Չկա իր ամբիոնը։ Միացրել են 5-6 ամբիոն, ամբիոնը վերացնել, ամբիոններ միացնել։ Դա նշանակում է պոտենցիալը վերացնել։ Սա այս առավիրքը Թավշյա հեղափոխության հետ է եկել։ Այս առավիրքը իրանք են արել վատ կառավարման պատճառով։ Իրանք պիտի ուղղեն։ Ես այսքան աղաղակում եմ, ինձ դատերից եք ասում, ինձ իմ դատերը առանձնապես չի հետաքրում։ Բայց ասեք ինչ դատեր են։ Ելույթից հետո եղան, այսինքն մեր հաղորդաշարում ելույթ ունենալուց հետո եղավ դատը։ Դատի են տվել այդ նյութերով։ Չէ, ինձ դատի են տվել առաջի անգամ, երբ որ ես 2 տարի առաջ ձեզ մոտ ելույթ ունեցա։ Հենց որ դա ելույթ ունեցա, ինձ դատի տվեցին զրպարտանքի ու բանը ինչ որ բարձր արժանիք ունեցող կերպարը վիրավորելու համար։ Ես այդ իրանց դատի տալու պատճառով ես միտ չունեի որևէ քննիչ մնիչ, իրանք ինձ ստիպեցին։ Գնացի քննչականին դիմեցի առերևույթ հանցագործությունների մասին։ Ուրիշ հանցագործություններ են արել իրանք։ Այս կրթական համակարգը իրանց պատճառով թե ում պատճառով որ վերացել է, ես դրա համար չտա։ Իրանք ուրիշ բաներ են արել, ագրարային համալսարանը ունի շատ մեծ տնտեսություններ, սովորական բույ չի դա։ Ես իրանց դատի տվեցի, քրեական գործ հարուցվեց իրանց վրա, պարոն Ուռուտյանի վրա, պաշտոնական դիրքի չարաշարման եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակության հոդվածով։ Քննչական կոմիտեից գնացել է գործը հակակոռուպցիոն կոմիտե։ Հիմա այդ գործը 2 տարի է քննվում է։ Քանի որ այդ գործը քննվում է, ես իմ առաջի դատը բան են արել, կանխել են, նա ավարտվի, տեսնեն իրոք նրանց վրա զրպարտանք կա, իրանք հանցակարել են,
թե չէ, որ եթե պարզվի որ հանցակ են արել եւ ես դատը հաղթեմ, բայց եթե այնտեղ պարզվի որ իրանք մարդիկ շատ արդար են, շատ ազնիվ են, այս դատը ես կտարվեմ։ Իսկ անցած տարի ինձ Ագրարային համալսարանի իմ ամբիոնի վարիչը Խաչատրյան Աղավարդը կանչեց մի 7-8 անգամ։ Ասեց լսի, ես բացի ձեր մոտից հետո ուրիշ 2-3 տեղել էի ելույթ ունեցել, 2 անգամ Երկիր մեդիայում էի ելույթ ունեցել, մի անգամ բան AM կա ինչ որ բանի վրա, հա, այնտեղ մենակ չէի։ Ելույթներ եմ ունեցել, կանչեց ինձ, ասեց, բանա, դու էլ չխոսես։ Եթե դու խոսես, քեզ ես չեմ կարող պահեմ։ Ասի ոնց պարոն Խաչատրյան, ասեց դու լրիվ դրույք ժամերը կա, այդ քոլեջի ժամերը կա արդեն, էլի, բանը, ես քեզ դրույք տրամադրում եմ, դու իմ լավ դասախոսն ես, դու նյութական պատասխանատուն ես, սա ֆիզիկայի ամբիոնը քո վրա է, ես ուզում եմ դու աշխատես, բայց եթե խոսես, ես քեզ չեմ կարող պահեմ։ Ես ասում եմ, բայց ոնց, հիմա իմ աշխատելու դիմաց, ես լռեմ, որ ինչ աշխատելու եմ, ես չեմ կարող դա անել։ Հետո ես ասեցին, բա պիտի թուղթ էլ գրես, որ չես խոսելու։ Ինքը որ մի քանի անգամ պահանջեց դա, ես վերցրեցի պաշտպանվելու համար, ինձ եւ իրան պաշտպանելու համար։ Մեր վերջի խոսակցությունը ես ձայնագրեցի իրեն։ Ձայնագրեցի, որ ինքը ինձ պահանջում է, որ չխոսես, եթե խոսես քեզ կազատեն, դու գնացել ես քննիչի մոտ ցուցմունք ես տվել, ես ինչ տա տվել, չպետք է անես դա, էլ չանես հանկարծ եւ այլը, հա, ես վերցրեցի հանգիստ, եկա օգոստոսի 7-ին ձեզ մոտ եւ դիալոգի մտա վարչապետի հետ, իմ ելույթը, որ պարոն վարչապետ, 14 կետից դու Հայաստանի տեսլական ունես, տեսլականից ոչ մի կետը չի համընկնում մեր բուհում կատարվողի հետ։ Ես խոսեցի եւ եկավ սեպտեմբերի 1 օգոստոսի 27-28-ներ, մեկ էլ նամակ ստացա, որ քեզ այդ պայմանագիրը չեն երկարացնում։ Ինչ պատճառով ժամկետը լրանալու, բայց ժամկետը լրանալու պատճառով իրանք իրավունք չունեն ինձ այդ պայմանագիր խզելու։ Դա աշխատողի նկատմամբ խտրական վերաբերմունք է։ Բոլոր թոշակառուների հետ ամեն տարի բանը պայմանագիրը երկարացվում է մեխանիկորեն, չի կարող երկարացվել մի դեպքում միայն, մի դեպքում, եթե ժամ չկա, կամ մեկ այլ դեպքում, որ ամբիոնը լսում է դասերը, գտնում է որ դու տարիքը չի համապատասխանում, արդեն լսարանում կավիճ չես կարող բռնել կամ չես կարող լսարան պահել, այդ հանգամանքում մարդուն ներողություն են խնդրում, ասում են կներես, գիտես, չես կարող աշխատել, ցավդ տանեմ, հերիքա գնա տուն։ Բայց ինձնից տարիքով, ինձնից ավելի բան դասախոսներ հարյուրավոր մարդիկ, բոլորի հետ պայմանագիրը երկարացվում է, ռեկտորն ինչ գործ ունի ինձ հետ, ինքը մեխանիկորեն կադրերը տալիս է, ինքը պայմանագիրը չի երկարացնում, այստեղ մի պատճառ է մնում, քեզ ասեցինք լրի ձենդ կտրի, չկտրեցիր, ես որտեղ ես դու, հավատացել ես Թավշյա հեղափոխությանը, պարոն Մատինյան, դե լավ եկալ վեշերը թավակի գնա տուն, ես վեշերս վերցրեցի, հավաքեցի, գնացի տուն, խտրականության հոդվածով դատի տվեցի, աշխատողի նկատմամբ խտրական, Իմիջայլոց, ինձ վրա անցած տարվա վերջին, որ ինձ վերացնելուց առաջ, 2 անգամ հանկարծակի եկան դազ լսեցին, որ երևի մի բան գտնեն, էլի, հա, 2 անգամներ մասնագետը շատ բարձր կարծիք գրեց, իմ տարիների փորձ այլ բան, հետո տեստավորված քննություն էին արել, հետ էլ թարսիպես 100-ից 100 բալ էի հավաքել, որևէ պատճառ չկար ինձ տարանջատեին մնացածից, ստեղ պատճառը ուրիշ տեղ էր, ամբողջ բուհը սպասում էր ինձ, ցավալի է, որ ինձ էր սպասում, թե ես ինչ պիտի անեմ, ոնց պիտի փրկեմ բուհը, ու բոլորին ոնց որ ասած կոտրեն, պատկերացնում եք, ես քայլում եմ բուհում, հանկարծ դասախոսը, երիտասարդ, մոտենում է ականջից ասում է, պարոն Մատնյան, գիտեք, ես ձեր ելույթը լսել եմ, ասում ջանիկս, բան ինչի ականջիս, ինչի վախեցած, Միջանցքում աշխատակիցները ինձ տեսնում էին, ձեպը բարևում էին, նույն աշխատակիցները ինձ տեսնում են Աբովյան փողոցում, փաթաթվում են, ասում են, սենց կամնենց, ես ինչ արեցիր, դու մեզ փրկում ես, բան, իհարկե ես բոլոր աշխատողներին հասկանում եմ, վախի մթնոլորտ, ես մեր պայմաններում, ով Մատինյանի հետ շփվի, նա իրանց թշնամին է, ես խնդիրն է լուծվել, եւ ես գնում եմ դատի, աշխատողի նկատմամբ խտրական վերաբերմունք ցույց տալու համար
դատի եմ տալիս, որ վերականգնեմ աշխատանքս։ Ինձ դատում է մի դատավոր Ալֆրեդ Վարդանյան, անդադ մոռանում եմ։ Հենց առաջի դատից ես զգացի վերաբերմունքս մարդու։ Հենց առաջի դատից ես զգացի սրասառը վերաբերմունքը, որ ուզում էի խոսեի, լրացրեց բան, ես փաստաբանից լսեցի, չընդվզեցի, չխոսեցի, բան չարեցի։ Գիտեք, ես ակամայից մտածում եմ, էլի։ Ես մարդը ինչ գործ ունի, որ դատավոր է։ Հնուզ մնացած։ Հետո դատել, որ ինքը կասեց, որ վճիռը թողել անփոփոխ, որ ես մնում եմ աշխատանքից ազատված, բանը բուհի հրամանը թողում անփոփոխ։ Հետո դրանից հետո իմանում եմ, որ ինքը օգնական ա եղել մի դատավորի Եսոյան ազգանունով։ Եվ այդ Եսոյանի եղբայրը թե հորողբոր տղան մեն ամբյոնում, մեն ինստիտուտում ամբյոնի վարիչ է։ Ես վճիռից հետո եմ իմանում։ Այն բնական է, այս դատավորին դրան դուրս են եկել, այն վարչապետը որ ասեց, ում քսակը հաստանա դատը հաղթում է։ Ես քսակը հաստ է դատը հաղթել են։ Ես քսակ չունեմ անգամ։ Իրանք դատը հաղթել են։ Ես հիմա վերաքննիչ դատարան եմ դիմել։ Ես հույս չունեմ, որովհետև էլի քսակս դատար կա, քսակ չունեմ։ Ես հույս չունեմ, որ ես կհաղթեմ։ Բայց ես չեմ պարտվում։ Այստեղ ես չեմ պարտվում։ Այստեղ ինստիտուտն է պարտվում։ Ես աշխատելու խնդիր չեմ էլ տեսնում։ Ինստիտուտն է պարտվում, թե բոլորս էլ հետը միասին, որովհետև այդ ինստիտուտը պատրաստում է կադրեր, որոնք պատրաստում են գյուղմթեր։ Տեսեք, դուք հացահատիկի մասով ասեցիք մասնագետ։ Վերջապես Քոչինյանի անվան է այդ քոլեջը։ Քոչինյանը ինչքան գործ է արել։ Այդ ինչ աշխատանք էր տարվում այդ սովետ միության ժամանակ։ Այդ քոլեջն էլ պիտի գյուղի երեխեք բերեին։ Ամբողջ երևաբնակ երեխեքն են այս քոլեջում։ Իհարկե, այս քրեական գործի պատմությունն է հետաքրքիր, բանը այդ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ դե բայց քոլեջը դուք շրջաններում էլ ասեցիք, չէ՞, մեր մարզերում էլ ասեցիք։ Հա, այնտեղ էլ ասեցիք, քոլեջ կա։ քոլեջներ։ Բայց այնտեղի քոլեջները թող գործեն։ Շրջաններում էլ բուհ ֆիլիալներ ունի, Վանաձորում ֆիլիալ ունենք, Սիսիանում ֆիլիալ ունենք։ Պարզապես այդ նորից են կրկնում այդ թիվը թերթեցիք 1924, այդ թիվը չի գալիս բուհ, չի գալիս Երևանում ուսումնը շարունակելու։ Թիվը բուհ գալու թիվ չի։ Նրանք բուհ գան, ինչն էին ապետք, եթե հերական են գալիս, հերական դիպլոմի համար են գալիս, դա գյուղ գնալու կադրը չի, որ պիտի գնա գյուղում գյուղատնտեսություն զարգացնի։ Իսկ արկան դրանցից գալիս է մի 10-15 հոգի, շատ քիչ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Այստեղ մի հատ էլ հարց կար, դուք անցած այդ ձեր ելույթում մատնանշեցիք նաև հանրակացարանի հարցը, պետք է, եթե գյուղից գալիս են, դուք եք ասում, նրանք այդքան գումար չունեն, որպեսզի 120 կամ չգիտեմ հիմա թվերը ինչքան են, վարձակալեն եւ վարձակալած բնակարաններում բնակվեն։ Հանրակացարան կար, ճիշտ է։ Այո, մենք հանրակացարան ունենք, ես կառավարության մի անգամ կառավարության մի որոշման նախագիծ տեսա, որտեղ բույի հանրակացարանը աճուրդի էր հանված, ահա։ Ես իմ ելույթում աղմուկ հանեցի, հանրակացարանի մասին այլևս խոսակցություն չեմ լսել, հանրակացարանը մանումենտում է, ես չգիտեմ ընդեղ ուսանող կա թե չկա, եթե ուսանող բուհում չունենք, եթե բուհը չունի ուսանող, բայց հուսով եմ հանրակացարանը չեն համարձակվի ձեռ տան, որովհետև սենց տենենց բույը պիտի վերականգնվի, սենց տենենց այս մարդիկ պիտի գնան բույից, իսկ ինչ վերաբերվում է նաև մասնաշենքին, որ ուսանող չկա, մեր հիմնական լսարանային երկրորդ մասնաշենքի կեսը տվել են ֆրանսիական համալսարանին, ինչ որ ուզում են ռեմոնտ անեն, բան անեն, այսինքն ես չգիտեմ, էլի վերևում մարդ չկա, որ մտածի ագրարային համալսարանի մասին։ Բույի ղեկավարությունն էլ աթոռին մնալու խնդիր ունի, նա չի կարող հարց բարձրացնել, չեն կարող, այս բույի այս ղեկավարները չեն կարող հավաքել ամբողջ ժողովրդին եւ ասել եկեք գնանք շենքի համար միտինգ անենք, ես հավաքեցի, իրանք այդ միտինգը ձախողեցին, այտենց դեպք եղավ, պլակատները ես տպեցի, սարքեցի, չթողեցին անգամ պլակատները պահենք, բան մի խոսքով էլի պատմություններ ա եղել, ես կուզեի այնքան բանը, այնքան խոսելու բան կա, կարող է ժամերը չերիկի, ես կուզեի քրեական գործի մասին, որ ինձ համար ավելի ցավալի է վիճակում է, այդ մասին կուզեի խոսել, խոսենք, խնդրեմ, եթե ուզում եք խոսեք, որովհետև դուք ասում եք հանցագործություններ էլ եւս հանցանքի մասին էլ եք բարձրաձայնել։ Հա, բայց այդտեղ ապշելու բաներ ա տեղի ունեցել։ Մեր բուհը ունի շատ մեծ տնտեսություններ, ասենք 1070 հեկտար տարածք բալահովիտում ունի։ Մեծ բանը անասնագոմեր ունենք, բաներ կաթի վերամշակման ամենաժամանակակից գործարանը բալահովիտում, ոսկի հատում գինու ամենաժամանակակից գործարանն ունենք, ինչ տարածքներ ունենք, ես տարածքները չթվեմ, հողային տարածքները, բաները, բանը 260 հեկտար երասխում ունենք, 66 հեկտար Նալբանդյանում, 63 հեկտար ոսկե հատում, անգամ Սպիտակում ունենք 23 հեկտար հողատարածք։ Սա կենթանի օրգանիզմ է, կենթանի օրգանիզմ եւ ֆանտաստիկ բան, ես դատի որ իրանք ինձ տվեցին, ես էլ հետաքրվեցի, բան արեցի, դե իրանք եկել են 19 թվականին, իսկ 2 տարի առաջ նոր էս դատական, իրանք այդ տարիներին 3 տարի թե 4 տարի ինչ են արել, ինչի հետաքրել, ես ֆիզիկայի դասախոս, իմ պետքը չէր, հա, ինձ անհանգստացնում էր ուսանողների պակասը, մեկ էլ հետաքրվում եմ, որ ասենք բալահովիտում մի անգամից 270 կովից խոտանում են 234-ը եւ ելի մի 271 ոչխարից խոտանում են 200-ը։ Խոտանելը ո՞րն է։ Դա համարում են հիվանդացել են եւ ինչ են, այդ խոտանելը ո՞րն է։ Խոտանելն է նա որ ծախել են կիլոն 450 դրամով միսը։ 1000-1200 դրամ շուկայական արժեքի դեպքում։ Մի կովը կարող ես խոտանել, ասենք մի 10 կով եթե խոտանես այդ ֆերմայից Այդ ֆերմայի վարիչին, տնտեսության տնօրենին պիտի գործից ազատես։ Այդ ինչ ես արել, որ միանգամից 10 կով խոտանման եղավ։ Բայց միանգամից այս ղեկավարությունն եկավ խոտանեց 234 կով 200 ոչխար։
Եվ բուհի երեք դասախոսներ այդ խոտանման ակտի տակ պարոն Ուռուցյանը ինչ մեղք ունի այստեղ։ Այդ բանը ֆակուլտետի դեկան ամբիոնի վարիչ դրանք վերցրել են թուղթը առանց պարոն Ուռուցյանը հեչ մեղք չունի այստեղ։ Դրանք վերցրել են խոտանման ակտ են գրել, տվել են, Ուռուցյանն էլ ասել է, այսօր այս մասնագետները խոտանում են, ես ինչ մեղք ունեմ։ Երևի տենց էլ քննիչին պատասխան է տալիս։ Այդ մարդիկ շարունակում են աշխատել ամբիոնի վարիչ ու ֆակուլտետի դեկան կամ մեկի տղան ամբիոնի վարիչ, ովքեր խոտանման ակտ են կազմել։ Մյուսն էլ հոգաբարձուները շարունակում են աշխատել ինստիտուտում։ Ոչ եւ միայն դա չի։ 2070 հեկտար տարածք ունեցող մարդը վերցնում է կոմբայնը վաճառում է։ Այդ կոմբայնն ու կամազներն էլ պարզում է այնքան ջարդուփշուր են եղել, աշտանը այդ հունձը արել եկել է կոմբայնը կանգնել ու լրիվ քանդվել է, պետք է խոտանվեր։ Միջի հիմա քննիչը չի ասում, գուցե իր բանը պարտավորել չի ասել, կոմբայնը որտեղ է, կամազները որտեղ են։ 1,200,000 դրամով հրաշալի կամազներ, ես գիտեմ այդ տեխնիկան նորմալ աշխատում էր, մարդիկ ինձ վկայություն էին տվել, որ այդ տեխնիկանն էլ շատ լավ ափսոսացել են, այդ կովերն էլ մի տղա ասեց, կովը 20 լիտրից ավել կաթ էր տալի, աշկս մնաց վրեն։ Այդ կովը ոչ մեկն է, ֆերմերը կգա նախիրի մեջ վատը կջոկի կտանի, եկել լավը ջոկել տարել է, կիլոն 450 դրամով ձևակերպել են։ Ինձ քննիչն ասաց պարոն Մատնյան, իրոք գտել են 33 կովը մի հատ ֆերմերի մոտ է եւ 450 դրամով իրոք կիլոն գնել է ինքը։ Ես բնական դա ասենք նախաքննական գաղտնիքի մասին չի, մենք զրույց ենք ունեցել դրանից առանձին։ Ես ասում եմ, բա մնացած փողը։ Ասում եմ, ինչ մնացած փող։ Ասում եմ, ո՞նց։ Լարի վերկած գնանք կիլոն 450 դրամով դու կով առ մի հատ։ Այդ փող չկա։ Ամբողջ այս նախիրը ծախել են կիլոն 450 դրամով, երբ որ ցլիկները 1250 դրամ հիմա է վաճառվում, 8 կիլոն 850 դրամ մեն վաղտվա 5 տարի առաջվա մնացած 6 տարի կովերը հիմա վաճառում է 850 դրամով։ Հիմա եթե այն վաղ 450-ներ ծախսաճառը 6 տարի հետո այդ կովերը պետք է երևի 250-ով վաճառեիր, չէ՞։ 1200 դրամով է հիմա վաճառվում։ Սա ինձ վախեցրեց։ Քննիչը չտեսա, որ ուրիշ փող կա։ Ինչ չի տեսնում, որ 450-ով չի վաճառվի։ Ես գիտեմ ինչ բան է քննիչ։ Բայց ինքը չի տեսնում։ Իրան ասել են չտեսնես։ Հավանաբար, ինքը ինձ անընդհատ ասում է, պարոն Մատնյան, ինչ ես կարծում, ինձ վրա ճնշում կա։ Ասում դա ինչ նշանակություն ես ինչ եմ մտածում։ Բայց ես հիմա ձեր ստուդիայից ասում եմ, այդ մարդու վրա ճնշում կա։ Այդ մարդը մինչև հիմա ինչ չի ասեն 200 կովը գտելա թե չէ։ Այդ 34 թե 33 գտելա, այն 200 կովը որտեղ է։ Ինչ գնով է վաճառվի իրականում։ Վաճառվելուց հետո գումարը ում է գնում, որտեղ է։ Բուհին։ Բայց բուհը ստացել է մուտք 400 բա հենց այդ ասում էլ, ասում է իրոք թղթերի մեջ կա 450 դրամով։ Հա։ Այդ կոնկրետ փաստա։ Սրա վատը գիտեք որն է։ 2 տարի առաջ հարուցվել է քրեական գործը։ Այդ մարդիկ ում վրա որ հարուցվել է քրեական գործը, նորից վերադարձել են ինստիտուտ, ռեկտորի պարտականությունով, հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունով, այսինքն ֆանտաստիկ, անընկալելի բան, պատկերացնում եք, մեկը դանակով խփի սպանի մեկին, քրեական գործը հարուցվի, հետո դանակը տան այդ մարդու ձեռը ասեն լավ, արգնա ֆրֆրա, մինչև մենք կհաստատենք, թե դու հանցագործ ես։ Այդ մարդկանց գործունեությունը առնվազն բուհում պիտի դադարեցվեր։ Չէ որ եթե քրեական գործը հարուցված է։ Ես ասենք պարոն Ուռուցյանը 19 թվականից եղել է ռեկտոր։ Ներկայիս ռեկտորը Զաքոյանը այն ժամանակ իր բերած եղել է տնտեսական գծով պրոռեկտոր։ Եղել է տնտեսական գծով պրոռեկտոր, հետո ուսումնական գծով պրոռեկտոր։ Այսինքն ինքը մասնակից է այս բոլոր բաներին, պրոռեկտոր տնտեսական գծով ամբողջ նախիրը վաճառվում է։ Մենակ նախիրը չի, մենակ այդ դրանք չի, վաճառվում է, նա տեղյակ է, չէ՞։ Բերեցին անցած տարի իրան ընտրեցին նորից ռեկտոր։ Լասա չի վատը։ Ասենք սեպտեմբերին 25 թվականի 24 թվականի Ուռուցյանը արդեն ռեկտոր չէր,
քրեական գործը հարուցվեց, քրեական գործը հարուցվելուց 1 ամիս հետո պարոն Ուռուտյանին Տիկին Անդրեսյանը բերում է դարձնում է հոգաբարձների խորհրդի անդամ։ Ու մենակ ինան չի բերում։ Իր հետ եւս 3 հոգու։ Փոխում իր իրավունքն է 5 հոգի հոգաբարձների անդամ իրկում, ինքը բերում է այն 4-ին է փոխում։ Հոգաբարձների անդամներին 4, որոնք պարոն Ուռուտյանի ժամանակ դեմ են քվեարկել 1000 ու մի ասենք անհեթեթ կամ ասենք շատ խելացի առաջարկությունների, ասենք 130 միլիոն դրամ վարչական ծախս ավելացրեք, այդ մարդիկ ձեռք չեն բարձրացրել, ասել են ինչի համար է ավել։ Այն մարդիկ, որոնք որ դեմ են եղել պարոն Ուռուտյանի ժամանակ հոգաբարձների աշխատանքին, դեմ են քվեարկել մեկ-մեկ, հենց այդ մարդկանց փոխել է։ Այսինքն հոգաբարձների կազմը համալրել է այնպիսի մարդկանցով, որպեսզի կարողանա պարոն Զաքոյանին անցկացնի ռեկտոր։ Եվ արեցին դա։ Մարդիկ, որ այս ամբողջ process-ների իրանց ղեկավարության օրոք է կատարվել։ Ես չեմ ասում վատ, գուցե շատ լավ բաներ են արել։ Ես ֆերման վերացրել եմ, վնասատու ֆերմա էր, ես կովերը 450 դա քննիչի գործն է, բայց ես քրեական գործը հարուցված պայմաններում դու մարդկանց վերադարձնում ես ինստիտուտի ղեկավար պաշտոն։ Չէ՞ որ նրանք ու քրեական գործի վարույթին խանգարեն։ Եվ ես այն ժամանակ ստացա ինֆորմացիա, որ շաբաթ կիրակի օրով քրեական գործի վարույթից հետո իրանք անընդհատ կոմպյուտերների հետ աշխատում էին։ Ամբողջ ինֆորմացիոն բազան էին վերացրել երևի։ Հիմա ինչ թուղթուզի այդ թղթերը չեն լինի, վերացված կլինեն։ Ինչ կարող նա այդ մարդիկ քրեական գործի վերև միտեղ կանգնած է քննիչը, միտեղ իրանք են կանգնած։ Ղեկավար պաշտոնին ու շարունակում են հաշվի արդար տեսնել ինձ հետ։ 3 հոգի, դիգին գանը, 3 հոգի քննիչի մոտ ցուցմունք ենք տվել։ 3-ս էլ ազատված ենք աշխատանքից։ Խոցայան Վրեժը մեկը, անասնաբուժության լավագույն մասնագետ։ Ինքն էլ ազատվել։ Իր ավելի վատ իր առարկան են հանել դասավանդումից ընդհանրապես։ Պրակտիկ անասնաբուժությունը։ Հանել են որպեսզի այդ մարդը չաշխատի, ուրիշ ճար չունեն երևի։ Մասնագետ ուրիշ չկար այդ ոլորտում։ Ես չգիտեմ կա թե չէ, բայց առարկան դասավանդումից հանել են։ Էլ մասնագետի չէ կանում։ Ես չգիտեմ, այնտեղ բանը մյուս աշխատանքից դուրս գալ Ազիան Արևիկի ինձ այնքան ցավապատճառով զոհվածի մար, ես նրան չեմ էլ ճանաչել։ Միջև այս process-ները ես չեմ, նա ինքը դրել է ռեկտորի տեխնացիոն։ Այս Զաքոյանը որ ուզում են ընտրի, նա այդ կին իր համար դրել էր տեխնացիոն։ Ու եկել էր այդ միամտաբար որպես ռեկտորի տեխնացու բալահոտի տնտեսության թերություններից էր խոսել։ Անմիջապես իրան շանտաժով ասել էին գնա ազատվի գործից։ Այդ կնոջը։ Ինձ եկան ասեցին, որ ինքը դիմում է գրել։ Ես անմիջապես խնդրեցի Վրեժին, բան ասեցի, գնացեք, ասեք թող դիմումը հետ վերցնի։ Եվ ինքը հետ վերցրեց։ Հետո ինչ պատմություններ, ինչ շանտաժ, դա իրան որ շանտաժ են արել, դրա ձայնագրություններն էլ ինքն էր ձայնագրել, ես ունեմ դա։ Ես չգիտեմ դրանով ինչ անեմ։ Շանտաժ են արել, իրան ասել են դիմում գրի, մեկը դու իրանց թշնամին ես, քեզ վրա գլխիդ մեկը կսարքեն։ Ինքն էլ դիմում չէր գրել։ Եվ որ դիմում չէր գրել, տնտեսության տնօրենին ազատեցին իրանք։ Լսեք, այս բոլորը նման է մի մաֆիոզ կազմակերպության։ Մաֆիոզ կազմակերպության, որ հովանավորներ ունի վերևներում։ Իրանք սենց համարձակ չէին գործի։ Դատախազ եք դիմում, ուր եք դիմում, էլ ինչ եք անելու։ Գիտեք ինչ, այս ագրարային համասարանի գործը, այս գործընթացը, ոնց որ լակմուսի թղթի նման մի բան լի։ Ես փորձության ենթարկեցի փաստորեն բանը առնչվող բոլոր պետական ինստիտուտները։ Բոլոր պետական ինստիտուտ։ Սկզբից դիմեցի կառավարության վերահսկողության ծառայությանը։ Ռոմանոս Պետրոսյանն էր։ Մենք իրար հետ ծանոթներ ենք եղել։ Ծանոթներ։ Երբ որ իրան մարզպետ նշանակեցին, եկավ նստեց, ասացին Ռոմանոսին շնորհավորի ինքը մարզպետ է նշանակվել Կոտայքի մարզում։ Հենց անմիջապես հենց անկեղծորեն վախ եկավ մեջս։ Ասի Ռոմանոս ջան կարաս, ասեց այո, ես Աբովյանում բնակչից պիտի դարձնեմ քաղաքացի։ Հա, հիմա ես ինչքան Աբովյանցին եմ պատահում ասում դու հիմա քաղաքացի ես թե բնակիչ ես։ Ես դիմեցի իրան շատ կարևոր գործերով։ Մեկ էս քրեական գործով, որ ընթացքը առաջ չի գնում,
Մյուսը դիմեցի սեղ մի կարևոր ինստիտուտում վատ բան կա, ամբիոնի վարիչները բուհի գիտխորհրդի անդամ են, ավտոմատ, ամբիոնի վարիչը պարտավոր է լինի գիտխորհրդի անդամ, որ ամբիոնի հետ կատարող պրոցեսներ գիտխորհուրդը քվեարկի եւ իրավունք չունի լինի հոգաբարձների խորհրդի անդամ։ Մեզ ամբիոնի վարիչները հոգաբարձների խորհրդի անդամ են, նաև ամբիոնի վարիչ են, նաև գիտխորհրդի անդամ, օրենքի խախտում։ Ես դիմեցի, որ այս բանը պիտի ուղղվի, եւ բացի դա, մի ուրիշ հարցով էլ դիմեցի։ Պարոն Ուռուտյանը, Պարոն Ուռուտյանը ռեկտորը լելու միաժամանակ դարձել էր բանը, այս բանկի հոգաբարձների խորհրդի անդամ, այդ որ բանկներ, մի րոպե, ուրեմն այս գյուղատեսական վարկեր որ տալիս է, դիմել էի, որ բուհի ռեկտորը ու հենց խորհրդի անդամը վճարովի աշխատանք է դա, որ վճարովի աշխատանք նա իրավունք չունի անելու ռեկտորելուն զուգահեռ եւ հենց որ դիմել էր բանի անդամ այդ բանկի խորհրդի անդամներ դիմը հենց հաջորդ օրվանից շատ մեծ գումարներ բուհի գումարները դրել էր բանը ավանդ դրել էր հենց այդ նույն բանկում ավանդ էր դրել Ակվա բանկում, հա Ակվա բանկում ավանդ էր դրել, իսկ 10 միլիոնից ավել առանց հոգաբարձների խորհրդի որոշման իրավունք չունի անելու դա։ Ես հոգաբարձների խորհրդի 3 անդամները այդ Խաչատրյան աղավարտը եւ հավաքված ասել էի դուք տեղակ եք այդ բանից, իրանք ասել են հոգաբարձների նիստին այդպիսի բան չի եղել, մենք չենք հաստատել, այս նույն գործով մանկավարժական ինստիտուտի ռեկտորը դատվեց։ Այն կինը մի խախտումը սա էր։ Ես ինչ ընտրովի դատական պրոցեսները իրավապահպանությունը մեկին կարելի է, մյուսին չի կարելի, հա, ես այս 3 հարցերով դիմել էի Ռոմանոս Պետրոսյանին։ Հենց հետաքրքիր պատասխաններ էր տվել։ Հենց հետաքրքիր պատասխաններ, որ մենք այդ բանով դիմել ենք բուհին, որպեսզի այդ հոգաբարձների խորհրդի անդամի եւ ամբիոնի վարիչ անդամի այդ համատեղությունը բանանի, վերացնի, մեկ այդ հարցով են դիմել եւ նա այլևս մեր ուշադրության ոլորտում չի, հա։ Մյուսն էլ դիմել էր, որ մենք ռեգիստրում ստուգել ենք աշխատավարձը, մեր ռեգիստրում չկա ինֆորմացիա, որ պարոն Ուռուտյանը այդ բանկից աշխատավարձ է ստացել, որ նա առանց հոգաբարձների խորհրդի որոշի կարա այդ փողը դնի ավանդ, ու եթե քո ռեգիստրում չկա, ուրեմն այդ բանը չկա, հետո ծիծաղելի է, չէ, մարդը ոնց կարա հաստիկով աշխատի, ու աշխատավարձը չստանա։ Մարդ, որ եկավ իր աշխատավարձը բարձրացեց, գրեթե 1 միլիոն դարձրեց, այդ ուսանող չունենալու պայմաններում։ Ոնց, նու լավ, չկա, սա իրա պատասխանն էր։ Ես զգացի, որ իրանից պատասխան ես չեմ ստանա։ Ես ենթադրաբար մտածում եմ, որ ինքը որ Կոտայքի մարզպետ էր, այդ ժամանակում երևի ինքը առնչություն ունեցել Բալահովիտի կովերի հետ, մտածում եմ։ Ու այդպիսի խոսակցություններ եկել է, ես քանի որ չեմ կարող առարկայացնել դա, դրան հաստատ չեմ ասում, խոթարկի հետ, խոտի հետ, որ խոտարկների հետ եւ այլը, եւ ինչքան խնդրեցինք ինձ չընդունեց։ Երևի դեմարդեմ խոսելու բան կարողա չլներ։ Չընդունեց, այդ մեկ։ Ես կարծում եմ, որ ինքն էլ կապված է այս ամեն ինչի հետ։ Թե չէ այդտենց անընդհատ պատասխան 10 կողքի քաշվես։ Մարդը այդքան փող բուհի փողերը այսքան ավանդա դրե, միաժամանակ այնտեղ աշխատելա հոգաբարձների անդամ բանկում համակցելով, որ իրավունք չունի, ու այդտեղ որևէ մեկը խախտում չի տեսնում, ինձ համար ես դատախազին դիմեցի նաև։ Աննա Վարդապետյանին իհարկե ես իր մասին լավ կարծիք եմ ունեցել միշտ։ Մի անգամ ես իր հարցազրույցը նայեցի, միտեղ ինքը ասեց, ես այն սեղանի երեսը մաքրող մաքրուհու դատախազն եմ լինելու։ Ինքը ասեց, ես այն մարդկանց դատախազն եմ լինելու, ում ձայնը լսելի չի։ Եվ ես սրա նրա համար կրակից շագանակներ հանող դատախազ չեմ լինելու։ Ես գրեթե ազդվեցի, եւ մյուս հույսով ես իրան նամակներ գրեցի։
գրեցի քրեական գործի ընթացքի մասին։ Ես վերջերս գրեցի հանգամանալից իմ բողոքները ներկայացրեցի, որ քրեական գործը փոշիացվում է։ Քրեական գործը փոշիացվում է։ Նախիրը չեն գտնում, որ նախիրը 450 դրամով չի վաճառվել, չեն գտնում։ Բալահովիտի բանի ոսկեհատի տնտեսության գինու գործարանը կանգնեցրել են, խաղողը անհայտ ուղղությամբ է գնում, տակառները այսպես ասած, ըստ ինձ, առերևույթ, տակառները հափշտակել տարել են Պրոշյանում, բացել են սեփական գինու գործարանը, կաղնու տակառ, ես պարզել եմ այդ տակառները ինստիտուտինն է, ինստիտուտն է պատվիր է, 80% փողի տրել է կրթության նախարարության ծիգը, 20% բուն ադրե։ Իրանք ինչ որ ասма բան են արել, որ իբր այդ տակառներն իրանց նա եղի, ինքը իրանք ժամանակավոր, այդ գինու գործարանը երբ որ հիմնել է, կահավորվել է, իրանք չեն եղել այնտեղ։ Իրանք հետո են եկել։ Էդի նախանցած տարի էր, մենք գնացի այդ ոսկեհատի տնտեսություն գինու գործարանը փակված։ Ամենաժամանակակից, մենք այնտեղ այգիներ ունեն խաղողի։ Եվ մոտ 300 տոննա խաղող է գալիս։ Ես ասեցին չի գինու գործարանը փակել։ Ասեցին գինենյութը թթվել էր, այտենց էին ասել։ Դրա համար չէին կարող մթերել, դրա համար գինու գործարանը փակել են։ Ես անմիջապես տեխնոլոգի հետ կապվեցի, հեռախոսով, սփյուռքահայ աղջիկ էր դրսում։ Ես ասեցի դուք վատ տեխնոլոգիա գիտեք, գինենյութը թթվածրել եք, տակառները բանը գինին չեն կարողացել խաղողը մթերել։ Այդ աղջիկ ինձ բառացի ասեց, դուք եթե այտենց ապուշչությունների հավատում եք, ես այդ խոսելու բան չունեմ։ Ասի ջանեք, ես չեմ հավատում, կակրած ուզում եմ ձեզ հետ խոսեմ։ Ասեց ոչ մի գինենյութ ես չեմ թթվածրել, իրանք խաղողը վաճառել են։ Ես չեմ հասկանում, բուի ռեկտորը Զաքոյան, այդ ժամանակ Զաքոյանն էր, Ուռուտյան հոգաբարձների խորհրդի անդամ։ Ինձ մոտ նկար կա հեռախոսում, հենց այդ ժամանակ որ գինու սեպտեմբերի 13-ին նախանցած տարվա։ Իրանք Պրոշյանում հրաշք մի հատ սեփական այքեր հիմնադրամի գինու գործարանի բացմանն են մասնակցում։ Պետական բույի տակառները տարել են այնտեղ։ Ու քննիչին ինչ որ համոզում են, որ այդ տակառները մերն է եղել։ Իսկ ես պարզել եմ հիմա, որ այդ տակառները բուհինն է եղել։ Բուն է պատվիր է։ Ես այս մասին Տիկին Վարդապետյանին գրեցի։ Ինքան ապշելու է, ինքան ապշելու։ Ես գոհ եմ, նրան 3 անգամ նամակ եմ գրել, մի շաբաթվա մեջ պատասխան ստացել եմ։ Ինքը իմ ձայնը լսել է։ Ինքը իմ ձայնը լսել է, ինչպես ասում է, բայց ես աղաղակող եմ։ Ինքը խոստացել էր իմ ձայնը չլսի, ինքը խոստացել էր այն ձայները լսի, որ լսելի չի։ Դա տեսեք ինչ պատասխան է ուղարկել, որ համակողմանի եւ անաչառ նախաքննությունը քրեական հետամտում հայոցը լուծելու համար անհրաժեշտ փաստական ծրագրեր ձեռք բերելու ուղղությամբ աշխատանք է կատարում անաչառ։ Հիմա ես ստացել եմ այս նամակը ստացել եմ դեկտեմբերին 25 թվականի։ Գրել է, որ քննություն է կատարում, անաչառ քննություն է կատարում, փաստերը հաստատելու համար։ Տիկին Վարդապետյան, 2 տարի է 240 կով 200 ոչխար հափշտակելու փաստը 2 տարի է չեք ձեր հսկող դատախազը էսենց նամակ է ինձ ուղարկում։ Չեք կարող գտնել, հա այդ կովերը, դեռ փաստ եք փնտրում, դեռ փաստ են փնտրում իրանք, որ հանցագործությունը հաստատեն։ Ինքը չի լսում ձայները, ինքը միայն իմ աղաղակն է լսում, ինքը պիտի կարողանար ստեղ լսեր, ստեղ ինքը պիտի կարողանար լսեր, են 7 տարին 1000 ուսանող հեռակա 1000 պիտի կարողանար գյուղի երեխեքի ձայնը լսել, որոնք զրկված են ուսանողական սեղանից։ Ինքը պետք է կարողանար լսեր այն դասախոսների ձայնը, որ այս տարիների ընթացքում ինստիտուտի աշխատելու հնարավորությունից զրկվել են։ Սեղ ինձ մոտ կա տվյալներ, միջև Իսրանց ղեկավար լինելը, բուը ունեցել է, գիտեք քանի դասախոս է ունեցել, բուը ունեցել է 536 դասախոս և հսկա լաբորատորական կազմ։ 24 թվականին մնացել է 199 դասախոս, 536-ից, բայց ես 199-ն էլ խապուսի կա։ 199-ը ձևավորվել է, որովհետև ամեկը քարոր դրույք, կես դրույք, եթե սեղմես մի դրույք սարքեն, մի 90, 50, 60 դասախոս կմնա։
Ես այս գործից ազատված դասախոսների ձայնն եմ ուզեցել հասցնեմ Տիկին Վարդապետյանին։ Չի լում հասցնել։ Ես ուզում եմ Տիկին Վարդապետյանին հասցնեմ այն ակադեմիկոսների, այն դոկտորների, պրոֆեսորների ձայնը, որ 90 տարի գիտություն են արել։ Ու իրենց գիտական պոտենցիալը վերանում է։ Այդ բոլորը վերանում է մի պատճառով, որ 2 տարի է այսպես ակնառու գործերում մեղադրանք չի առաջադրվում եւ ավելին, կարող մեղադրանք չառաջադրվեր, քննությունը գնում է, բայց այդ մարդկանց նորից բուի ղեկավար պետք չէր բերել։ Պարոն Ուռուտյանը շքախմբով, այսինքն այդ մարդկանց, որ իր հետ բերելն է, ես համարում եմ շքախմբ, նրանք եկել են, որ պարոն Զաքոյանին անցկացնեն ռեկտոր, արեցին դա։ Տիկին Անդրեսյանը հանկարծակի քրեական գործի արկայության պայմաններում պարոն Ուռուտյանին բերում է հոգաբարձների խորհրդի անդամ, ինքը իմանալով այդ մասին, ինքը իմանալով, չէ, մի ամիս հետո, մի ամսում իրան չէին ասի, լսի ինչ ես անում, քրեական գործը հարուցված, ինչ այն հետապնդում, որն է իրանց նպատակը, ես չեմ հասկանում, այս մարդուն ռեկտոր բերել է Արայիկ Հարությունյանը, երբ որ նա ռեկտոր էր բերում պարոն Ուռուտյանին, ռեկտոր կարող է լինել միայն բուի դոկտորը, մասնագիտական դոկտորը, այս մարդը գիտությունների տեխնացու էր, բերեցին, փոխեցին կանոնադրություն, որ գիտությունների տեխնացուն էր կարող լինի ռեկտոր, այդ ժամանակ հենց ԿՊ-ից մի հատ պատգամավոր կար, որը հոգաբարձների խորհրդի անդամ էր, այդ պատգամավորը ընդվզել էր, ասել էր ինչ է, Հակոբ Շոր է կառուցում, ինչի եք սենց բան անում, ինչու՞մն է բանը, այդ մարդը, այդ ԿՊ-ի պատգամավոր, ես անունը չեմ տալիս, որ անմիջապես հրաժարվեց հոգաբարձների խորհրդի անդամ լինելուց, ես իր հետ այդ ժամանակ զրուցեցի, իրան կանչել էին դասարան, իրան կանչել նկատողություն էին արել, ես ինչ է, դու մեր կողմից չես, ինչ որ անում ենք, ուրեմն պետք է անես, ինքը ընդվզել էր, պարոն Հարությունյան Արայիկը բերեց իրեն ստեղ, դրանից հետո, ես դիմեցի Արայիկ Հարությունյանին, որպեսզի ընդունի նամակով իրան դիմեցի, աշխատակազմ, ինքը ինձ չընդունեց, ոչ նամակից պատասխանեց, որ ժամանակ չունեմ, դրանից հետո, ես դիմեցի վարչապետին, վարչապետին ոնց դիմեցի, այդ ելույթից ես մտածեցի, որ ինքը նայած չի լի, օգոստոսի 7-ի ելույթը, զանգեցի Նազելի Բաղդասարյանին, այդ աղջիկը այնքան բարեհամբույր հեռախոսով ինձ հետ խոսեց պարոն Մատինյան, ես ես հասկացա, ես ներկայացրեցի, ասի խնդրում եմ ինձ անեք իմ օգոստոսի 7-ի Նոյան Տապանի ելույթս վարչապետը նայի, ես լրիվ կառուցողական տրամաբանությամբ, ես ուզում եմ բուվը փրկեմ, ինքը ասեց անպայման պարոն Մատնյան, դուք ինձ զանգեք, ես տեղյակ կպահեմ։ Մի քանի օրից զանգեցի, ասի գիտեք ինչ, ես վարչապետին ասել եմ, ինքը ասում է, եթե քրեական գործ կա, ես ինքը չի հետաքրքրում այդ գործով։ Ասի շատ լավ, քրեական գործի մասին չի խոսքը։ Քրեական գործով թող ինքը չհետաքրքրվի։ Ես կլի նամակ գրեմ Տիկին Բաղդասարյան, դուք իրան փոխանցեք։ Ասեց հա, գրեք նամակ։ Ինձ մոտ է այդ նամակները։ Եթե պետք է ես կտրամադրեմ, եթե հետաքրքիր լինի։ Ես նամակ գրեցի։ Դա այնտեղ արկղի մեջ գցեցի, երկու էջի վրա շատ էլ չէի գրել, որ սեղ, որ եւ խնդրել էի հանդիպում նաեւ, հետո զանգեցի իրան նորից, ասա պարոն Մատնյան, լսում եմ, ձեզ ասես ես նամակները գրել եմ, ասես բախի չի հասել ինձ, ասի ես չգիտեմ, ես ներքևն եմ գցել, ասես ես հիմա գնամ կվերցնեմ ու կզանգեմ ձեզ։ Ինքը գնաց, ինձ չզանգեց, Նազելին։ Անցավ մի օր ես անհարմար զգալով իրեն զանգեցի։ Իրեն զանգեցի, իմ համարը բլոկ էր արված, արգելափակված էր։ Հետո իրան ես էլի զանգեցի, էլի արգելափակված էր։ Ես հասկանում եմ իրան։ Ես հասկանում եմ։ Ինքը այդ աղջիկը չէր կարող շորեր ճղեր ասել Մատինյանի նամակը պետք է կարդաս պարոն վարչապետ կամ բան։ Նամակը երևի Արայիկ Հարությունյանի մոտ լրվել մնացել է։ Ինքը ասել է գործ չունես։ Եվ ճիշտ է արել։ Այդ աղջիկը հիմա ապրում է, հիմա իրան ազգային ժողով տարան պատգամավոր։ Ինքը չէր բանանելու, թե մարդը նամակա գրես են, սրտացավ։ Ես որևէ մեկին չեմ ասում, արի ինձ հետ կամ բան։ Ես տեղից մտածում եմ, որ ես բոլորը հովանավոր չունի։ Ես չեմ ասում դա Արայիկ Հարությունյանն է, չեմ ասում դա Ռոմանոս, ես կասկածում եմ։
Ես չեմ ասում Ժաննա Անդրեսյանն է։ Ժաննա Անդրեսյանը ինչի բերեց այս մարդկանց նորից հոգաբանությունների անդամ։ Կասկածում եմ այս բոլորի վրա, բայց ես չեմ հաստատում որևէ բան։ Ես չեմ հաստատում, չեմ անում, սա իմ մտածողությունն է, իմ կասկածանքներն են։ Սրա համար ինձ որևէ մեկը եթե դատի կտա, թող դատի տա, տեսնեմ հիմա դա ինչ են շահելու։ Խնդիրը սա չի, իմ խնդիրը նա է, որ օգտագործելով ձեր ոնց որ ասած շատ ընդհանրալի ստուդիան եւ ձեր հեղինակությունը, ձեր ստուդիայի հասանելի լինի այս բոլորին։ Այս բոլորը իրանց հասանելի, ես գուցե ես չգիտեմ էլի, ես կարողանամ մեկ ես իմ ձայները թվում է թե սաղարթախի տանտառում ես գորգորալով գնում եմ եւ ակուստիկան չկա։ Դատարկություն է այն մյուս կողմում։ Սարոյանի ասաց, «Հեյ, այդտեղ մարդ կա թե չկա»։ Ես չեմ լսում։ Ես չեմ համարձակվի ասեմ Վարդապետյան Աննան, դատախազը։ Ես այսպես ասած պետական մաֆիոզ կազմակերպության անդամը։ Բայց 2 տարի է 240 կովը ու 200 ոչխարը նախիրը չեն գտնում։ Չէ որ մեկը մի փոքր մանր եղջերավորների մասին խոսել էր, հանրապետությունով մեկ ինչ պատմություն դարձավ։ Ինչ ընդամենը խոսել էր հեռախոսով։ Եվ պետական բույին նախիրը չէ գտնում որտեղ է ու ինչ գնով է վաճառվել։ 450 դրամով է վաճառվել պետական բույի նախիրը։ Դուք դա փոքր օրինակ եք վերում, բայց որքան հասկացա ձեր թվարկումներից ավելի շատ նյութ եք հավաքել, քան այդ 200 Այդ միլիոնների մասին դա մյուրից ցավալի պատմություն է։ Ժամանակն է սպառվում, պարոն Մատինյան, ինչ միլիոնների մասին եք ուզում ասել։ Ինչպես։ Ինչ միլիոնների մասին եք ուզում ասել։ Հայքեր հիմնադրամ կա, եթե դրամը բանը, ես որ ասում եք ժամանակն է, եթե ես նրան միլիոնավոր դոլարներ։ Բա խնդիրը ինչումն է։ Հայքեր հիմնադրամ կար ստեղծված, շատ կարճ եմ ասում սա։ Ժամանակին Թարվերջյանը ստեղծել էր, որ միջազգային կազմակերպություններ բույերը փող տրամադրեն բույին։ Բույի հաշվապահությունից դուրս այդ Հայքեր հիմնադրամը ներդրումներ անի բույի համար։ Այդ տարեկան դրա բերած եկամուտները մոտավորապես 200 միլիոնի դրամի կարգի էին։ Եվ դրա իրոք բուհում մեծ փոփոխություններ արվում, բաներ արվում։ Պարոն Ռուտյանը, երբ որ Հայքեր հիմնադրամի տնօրենն էր, եկավ ռեկտոր, այդ Հայքեր հիմնադրամի մուտքերը ասենք 200 միլիոնից դարձավ 1 միլիարդ 300 միլիոն միանգամից։ Ինչ խելացի մարդ, ինչ կա, մեծ փողեր բերեց։ Մի տարի 800 միլիոն դրամ, մի տարի 3 տարի եւ այդ փողերի ինձ բան ուղարկեցին նաեւ այդ փողերի ծախսելու պեկի հաշվետվությունները։ Ես այնց ժամանակին իմիջալը չէր նայում այդ հաշվետվությունը, ես ֆիզիկ մարդ ախր եւ հետո հանկարծ աչքս ընկավ որոշ թվերի շվարած մնացի։ Ասեն 3 անգամ ճամբար են կազմակերպել Հայքեր հիմնադրամը։ Ամեն անգամ ծախսել է մոտ 1 միլիոն դոլար։ Ուսանողների համար։ Չէ։ Ինչ ճամբար։ Ուսանողների համար 20-30 հոգի ճամբար են կազմակերպել, մի անգամ տարել են, մի օրով են տարել, մի գիշերակացով, գրել են 3 գիշերակաց, եթե առանձին փաստա։ Միտեղ թերթում գրել են մի օր, մյուստեղ փաստաթղթի վրա գրել են 3 օր։ 3 օրվա ծախսը 3 անգամ շատ է։ Քննիչին ասում ես մի օր ես, ասում ես որ գրած է մի օր էսի վրիպակ է։ Ասում եմ բայց խի մի օրնա վրիպակ բանը այլ 3 օրը չի վրիպակ։ Ինչի է թե այդ։ Ապշե, այդ ուսանողների այդ 40-30 դա չէ։ Այդ Հայքեր հիմնադրամը ասենք շատ մեծ, շատ կարևոր միջոցառում է կազմակերպել, կարևոր գիտնականները որ Հայաստանը պետք է փրկի եւ ամեն անգամ 1 միլիոն դոլար է ծախսել։ Մոտարապես թվերը ուզում եք ճշգրիտ ասեմ ձեզ։ Թվերը ճշգրիտ գրված է ինձ մոտ, դրված է, որ անգամ, ասենք 21 թվին 769 միլիոն, 222 թվին 1.3 միլիոն միլիարդ, 836 միլիոն, եւ այդ այդ ճամբարների վրա ծախսել են մի անգամ 315 միլիոն, մի անգամ 401 միլիոն, մի անգամ 394 միլիոն։ Ճշգրիտ թվեր են։ Ճամբարի վրա էսես փողեր։ Ու մի անգամ իմ ծիծաղը գալիս է, ես ասել եմ Սյունիքի եւ Վայքի վայրի խոտատարածքների բարելավման համար սննդի անվտանգության 550,000 դոլար են ծախսել։ Ես Սյունիքի ժողովուրդը տեսնես գիտի որ իրանք փրկված են։ 550,000 այգի են կառուցել 1.5 հեկտար բույի համար։ Ծախսել են 700,000 եվրո։ Դա 7 անգամ ուրճացված թիվ է։ Ես
քննիչին ասում եմ Գերես ծիծաղելի թիվ է, սա պատրաստ է, չէ՞ այս գործը, որ բանը 700,000 1.5 հեկտարին, մի հեկտարին ծախսում է միջինը 70,000 եվրո։ Մոտ 10 անգամ ուռճացած թիվ։ Ասում է, պարոն Մատնյան, բայց դա բուհի փողը չի, հիմնադրամի փողը, խիա քեզ անհանգստացնում։ Այսա վախեցնում է ինձ։ Քննիչը ինձ ասում է, որ հիմնադրամի փողը, բայց այդ հիմնադրամի փողը բուհի համար է, եւ հանկարծ իմանում ես, այդ հիմնադրամը 50 հատ տնամերձ հող առել Պռոշյանում։ Գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել, այսքան հողերը ես թվեցի, մենք ունենք 50 հատ տնամերձ Պռոշյան սովխոզում այքեր հիմնադրամը։ Նրա ստեղծման առիթը եղել է նա, որ ծառայի բուհի ծրագրեր իրականացնել, մարդիկ գրել են գյուղատնտեսական, այդ ծրագրերը ստեղ, բայց չի համար են առել այս փողը, հողերը, տնամերձը։ Առել են ակադեմիական քաղաքավորների մարդիկ ամեն մեկ առանձին մեծ գումարով ծախելու են փող դնեն այնտեղ։ Գինը բարձրանալու է տասնապատիկ, որ ակադեմիական քաղաքին կպած այդ տարածքը։ Այս ամբողջ ագրարային համալսարանի հետ կայքլա ինչ վիճակ է։ Ինչ վիճակ է, ինչ փողեր։ Վարչապետը այն անգամ ասում է վերջերս ասում է բանը ում քսակը հաստ է նա դատը հաղթում է։ Երբ որ ես ասեմ դա, դա չպետք է ասի վարչապետը։ Ասում է լավ է անում։ 8 տարի առաջ կես օրով դատարանների դեմը փագեց, 8 տարի խոսեց դրա մասին միայն։ Մեզ թողեց այս առավիրքի դեմ, այս դատական համակարգի դեմ, այս դատավորների դեմ, ես համոզված եմ բոլոր դատերը տարվելու եմ եւ ուրախանալու եմ, որ դա, եթե այս ինստիտուտում չեմ հաղթում, ինստիտուտի համար այս ղեկավարությունը չեմ կարողանում հեռացնեմ, թող բոլոր դատերը տարվեմ, ես խնդիր չի։ Ես հանցագործ չեմ, որ տարվեմ ու մտածեմ այդ մասին։ Ինձ ուրիշ հարց է անհանգստացնում, էլի։ Տիկին Գահանե, ես իմ ձայնը հասանելի կլինի դատախազին, իմ ձայնը հասանելի կլինի վարչապետին, թե կմնա էսենց։ Ես հուսով եմ ձեր հեղինակավոր ստուդիան կօգնի ինձ, որ լսելի լինեմ։ Մի հարց կար, որ ամենասկզբում տվեց, ինչու եք մենակ այս պայքարի մեջ։ Հա, ինչու եմ մենակ։ Նախ մենակ չեմ, ամբողջ բուհը ինձ հետ է, ամբողջ բուհը վախեցած է, ոչ Սերժի ժամանակն է, ոչ Քոչարյանի ժամանակն է, ամբողջ բուհը, մարդիկ դիտեն տեսել են, 3 հոգի ցուցմունք ենք տվել, 3-ից էլ թշնամի հանել, բանը, աշխատանքից ազատել են, մարդիկ ոնց իմ կողքը կանգնեն, բայց կային մարդիկ, որ իմ կողքին պիտի լինեին։ Ավելի ճիշտ, ես չպիտի խոսեի, ես պիտի իրանց կողքին լինեի։ Դոկտորներ են, պրոֆեսորներ են, ֆակուլտետի դեկաններ, ամբիոնի վարիչներ, հոգաբարձուների անդամ են, ակադեմիկոս կա անգամ, իրանք պիտի կանգնեին, ես պիտի իրանց կողքին լինեի։ Նայեք լա, կա մի ֆիզիկոս Ժորես Ալֆերով, լսել եք իրա մասին։ Չեք լսել։ Ամեն հայ, բոլորս պիտի իմանանք, ես այն մարդն է, որ 68 թվականին արեց մի հայտնագործություն կիսաղորդիչների վրա։ Եվ մենք բոլորս, որ հեռախոս ստուդիա այս հնարավորություն ունենք, իր հայտնագործության շնորհիվ է, Ժորես Ալֆերովի։ Ինչի եմ սա ասում։ Ինքը Նոբելյան մրցանակ ստացավ 2000 թվականին դրա համար։ Ինքը Ռուսաստանի Գոսդումայի անդամ էր կոմունիստների ցուցակով։ Ինքը ոչ թե կոմունիստ էր, այլ ինքը քաղաքացի էր։ Ինքը ուզում էր խոսի Ռուսաստանի եւ կոմունիստների ցանկը միակն էր հարմար, որ ինքը գնաց։ Եվ գիտեք, 13 թվականին ինքը պլակատ վերցրեց Նոբելյան մրցանակակիրը։ Միաթոր վերեց ուսին, գնաց Ռուսաստանի Գոսդումայի առաջ նստեց այդ պլակատով ցույցի։ Ես որ նայեցի, ապշեցի, նախ ինձ ցնցեց իր այդ բարձությունը եւ այդտենց գնալ նստելը, հետո այդ ժամանակ ես անմիջապես ինձ մոտ միտք առաջացավ, Ժորես Ալֆերովը, ինչի ամենակ։ Ամբողջ ֆիզիկոսները, ես ասի Մոսկվայում էի, վազելով կգնայի իր կողքը կանգնեի, Ժորեսը ինչի ամենակ։ Ես հասկանում եմ ինքը ինչ էր այն ժամանակ մենակ։ Ով իր կողքը գնար նրանց կնստացնեին։ Ինքը երևի չէր թողել, որ իր կողքը գնային։ Թեգուս
Թեգուս, եթե ինչ-որ մեկը համարձակվեր ասել չէ, ես պիտի գամ քո կողքը նստեմ, ինքը չէր կարա քշի, բայց ինքը մենակ գնաց, ես այսօր այն ժամանակ չէի հասկանում, ես հիմա հասկացա, թե ինքը ինչի ամենակ, հիմա ես հասկացա ինչի ամենակ, և գիտեք ինչի համար գնաց նստեց ընդեղ, Պուտինը որոշում կայացրեց, որ ակադեմիայի ենթակայության գտնվող գիտական հիմնարկները պիտի ցրել, ակադեմիան մնա միայն կառավարող մարմին։ Ինքը ասեց, ես ինչ եք անում։ Եթե ես բուհերի կապը խզում եք, ես ինստիտուտների գիտությունը վերացնում եք, ինքը դրա համար ցույցի գնաց։ Այսօր Ռուսաստանը պատերազմը պարտվում է, որովհետև Պուտինը այն ժամանակ ժորեսին չլսեց։ Մենք բուը կկորցնենք իրոք, եթե սրանք ինչ չլսեն։ Ես հիմա ասում եք ինչի եք մենակ։ Ես ոնց չլինեմ մենակ, եթե ֆակուլտետի դեկանը, ասենք 2 հոգու հետ ցույցը բան անում, սեպտեմբերի 1-ը անում, հետո գնում է այս ռեկտորին կամ նախկին ռեկտորին մուրում ասում արի եղի երեխեքիս քավորը, դոկտոր տղա։ Նա իմ կողքին տեղ չունի։ Ես մի հատ ֆակուլտետի դեկան պրոռեկտոր մարդ կա, ասում եմ, լսի, արի կողքը, սա ինչի համար չես խոսում։ Ասում եք Վիդոն ջան, բերանս ատամ չկա, ատամներս գցեմ նոր կխոսամ։ Մյուսին որ հախղճից էր խոսում, ասեմ ինչ կա, ինչի համար չես խոսում։ Չէ որ տարիների չարչարանք ունես ինստիտուտի համար։ Ասում է լավ էլ ես իմ այգով զբաղված եմ։ Այդ մարդիկ իմ կողքին տեղ չունեն, ինձ պետք չի ոչ ոք։ Կա ակադեմիկոս, ասում եմ խոսի, ամեն օր գեղեցիկ գալստուկը կապած, պապկան թևի տակ դրած դուրս են գալի փողոց, իրանց մարդ են զգում, ես զարմանում եմ, այդ մարդիկ իրանց որ հայելու մեջ նայում են, ինչ են տեսնում, դատարկ ուսանողները լսարանն են տեսնում, ինչ են տեսնում հայելու մեջ, ում են տեսնում, այդ մարդիկ ինձ պետք չեն, որ իմ կողքին լինեն, ինձ սովորական դասախոսները պետք չի, որ իմ կողքին լինեն, Ես դասախոսից հեռախոսի համար եմ ուզել, ասել եմ ուզում եմ զանգեմ քեզ մի հատ բան կար, ասես վայ կներես էլի չեմ կարա քեզ հեռախոսյամ։ Ինձ պետք ես չեմ նեղացել նրանից։ Ես ոչ մեկից չեմ նեղանում։ Ոչ այդ մարդիկ ինձ պետք չեն որ գան այդ ֆակուլտետի դեկաններ, ամբիոններ։ Ճիշտ ասածին գանը, գիտեք ինչ։ Ինձ միշտ թվացել է, որ վարտիկը տղամարդու համար միայն եղած չեղած ծածկելու համար չի։ Մի քիչ ավելին պետք է լինի։ Հակառակ դեպքում իրանք եթե այդպես է կարող են հանգից յուբկա հագնել այդ մարդիկ ովքեր որ ասենք պիտի կանգնած լինեին, ես իրանց կողքին լինեի, բայց իրանք չեն կանգնել, իրանք ինձ պետք չեն որ իմ կողքին լինեն։ Պարոն Մատինյան, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ես այս մեր հարցազրույցի տակ նկարագրություն հատվածում կդնեմ ձեր նախորդ ելույթները, որովհետև այնտեղ եւս թվեր կան այն ինչի մասին մենք այսօր խոսեցինք, եթե ինչ-որ մարդկանց մոտ հարցեր առաջանան, դրանք կլսեն ձեր նախորդ ելույթները, այնտեղ դուք եւս թվերով, փաստերով ներկայացրել եք խնդրեմը։ Ինչ ասեմ։ Շնորհակալ եմ։ Հավասար համարձակ բան արեցիք, որ ես իմ հարցազրույցը ընդունեցիք։ Ես անդադար շնորհակալ եմ։ Բացատրեմ խնդիրը ինչումն է։ Ներողություն։ Ընդհանրապես նման դեպքերում միակողմանի հարցազրույց չեն վերցնում, երկու կողմը պետք է ապահովվել։ Ներող եղեք։ Ես լսեցի ձեզ, հնարավորություն տվեցի ձեզ ձեր դիտարկումները, մտահոգությունները, ահազանգը, հոգուճիչը, ինչպես գրել էին ձեզ լսողները, ներկայացնել։ Եթե ես կդիմեմ անպայման համապատասխան անձանց ում դուք մատնանշում եք մեկնաբանություն ստանալու համար, որպեսզի լինել օբյեկտիվ, միակողմանի չլինի։ Շատ լավ կլինի։ Բայց այսօր ես միայն ձեզ կարողացա տրամադրել Իմիջիալոց իրանք կգան։ Կփորձեմ ես դա անել։ Իրանք կգան շատ լուրջ տեսքով, կասեն որ ճաշարանը պիտի փակեին, որովհետև շահավետ չէր։ Հարց իսարական ճաշարանը չի պիտի շահավետ լինի։ Կաթի ֆաբրիկան բանը մշակման գործարանը փակել են, որովհետև շահավետ չէր։ Այդ դեպքում կաթի արտադրությունը ընդհանրապես պիտի չլինի։ Այդ կովերը սատկելու ենթակա են, փրկել են բուին 450 դրամով հազիվ։ Այդ տակառները մերն էր տարել ենք գինու գործարանը փակ։ Դա թող քննիչներին ասեք։ Դա քննիչների հետ նրանք ես կարծում եմ զրուցելու հնարավորություն ունեն։
Բայց Իրանք ուժեղ հովանավորներ ունեն։ Դրա համար սենց համարցակ են իրանք։ Ես ուրախ կլինեմ, որ իրանք գան հերքեն էս իմ մամա, ասեն որ շատ լավ բաներ, լավ լսարաններ ասա, իմիջիայլոց դրանց լավ լսարաններ ա վերանորոգել։ բայց ուսանող չկա։ Ոչ միայն ուսանող չկա։ Այդ լսարանը պետք չի։ Այդ լսարանը չունի աթոռ բան։ Դա վերանորոգելու համար է արված, որ փողի շարժը տեղի ունի։ Մեշոկները դրված, խաղաղագործության ամբիոնի պլակատները քանձեցին, մեշոկներ են շարել, այնտեղ դաս անել հնարավոր չի։ Ինչ որ փափուկ լսարան, գերազանցության սենյակ, դատարկ լսարան, ու լսարանային ֆոնդն են կրճատել անիմաստ ռեմոնտներով։ Կգովան այս արինքա մի հատ բան են բերել, մի հատ փոքր պրիբոր, ասենք գինու եսի ինչ անալիզի, եկա գինու մեր ուսանողները գինու պրակտիկան բան գնում են քաղաքի տարբեր տեղեր կամ կաթի մասնագետները պայմանագիր են կնքել, փոխանակ սեփական գործարանում իր ձեռքով ուսանողը փչացնի կատնել, փչացրու գինենյութներ, ինքը իր ձեռքով ստանա ամենի։ Վեկտորը պիտի փոխվի, այս մարդիկ պիտի փոխվեն, ինստիտուտը պիտի բանը վերադառնա, պրոֆեսիոնալ մարդ պիտի բերվի ռեկտոր։ Քրեական գործը պիտի ընթացք ունենա։ Շնորհակալ եմ։ Ես եմ դե շնորհակալ։ Համենայն դեպս սրտացավությունը ակնհայտ է, որ սրտացավ եք, որի համար շնորհակալ եմ, թե ով է ճիշտ, ով է սխալ, թող քննությունը պարզի։ Իհարկե։ Եթե քննությունը ազատ է։ Ես իմ ամբողջ աղմուկը նրա համար է, որ քննությունը ազատ չի։ Քննությունը ազատ չի։ Ով է։ Այս ամբողջը մաֆիան բանը Փաշինյանն ասեց մաֆիան ստեղ ամեն տեղա պոզոպոչ, հա, պոզոպոչով չի, մաֆիան սա հենց սա մաֆիա է։ Մաֆիա սերտաճած կառավարական մարմինների ես թվեցի մեկ առ մեկ։ Պարոն Մատինյան, ավարտվեց մեր հաղորդաշարը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Գվիդոն Մատինյանն էր մեր զրուցակիցը, Ագրարային համալսարանի ֆիզիկայի նախկին դասախոս։ Զրուցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։